Բարի կալուստ պատմություններ TV ալիք, հաճելի ունկնդրում։ Գրեք մեկնաբանություններում, թե որտեղից եք, տեսնենք, թե որքան ենք մենք։ 45-րդ օրվա հունվարյան ցուրտը ծննդատան պատուհանից դուրս ծառերի սաղարթներն էր ծեծում, երբ լույս աշխարհ եկավ մի աղջիկ, փոքրիկ, սպիտակավուն մազերի բարակ թելերով եւ գարնանային երկնքի գույնի աչքերով։ Նա այնպես էր լաց լինում, կարծես արդեն գիտեր, որ իր լույս աշխարհ գալը միաժամանակ եւ սկիզբ էր եւ վերջ։ Դուք դուստր ունեք Սարգիս Միքայելի, ասաց բուժքույրը, չնայելով տղամարդու աչքերին, ով արդեն երկրորդ օրն էր նստած էր միջանցքում։ 3 կիլոգրամ 100 գրամ, առողջ է, նա կմկմաց, տրորելով բժշկական գլխարկի եզրը։ Իսկ Նարինեն, Սարգսի ձայնը խուլ հնչեց, կարծես գետնի տակից լիներ։ Շատ ցավում եմ։ Նրա հոնքերի արանքում բարակ կնճիր հայտնվեց եւ այդ օրվանից այլևս երբեք չհարթվեց։ Լիլիթին ծննդատնից դուրս գրեցին հին վերմակով, որը ծննդաբերությունից 1 շաբաթ առաջ Նարինեն փռել էր սեղանին եւ սիրով վարդագույն ժապավենով կարել։ Աղջիկ է լինելու, ասում էր նա ամուսնուն շոյելով հսկայական փորը։ Սարգիսը միայն ժպտում էր, չվիճելով։ Նարինեն միշտ ամեն ինչ նախորոք զգում էր։ Նա կանգնած էր ծննդատան դռների մոտ կարմիր մեխակների փունջը անճարակուրեն սեղմած դողացող ձեռքում եւ նայում էր փոքրիկ ծրարին։ Բուժքույրը երեխային դրեց նրա ձեռքերին եւ աղջիկը, ով մինչ այդ նվնվում էր, հանկարծ լռեց եւ նայեց ուղիղ նրան։ Լիլիթ, արտասանեց նա, առաջին անգամ դուստերը կոչելով այն անունով, որն ինքն ու Նարինեն ընտրել էին դեռ աշնանը։ Լիլիթ Սարգսի Կարապետյան։ Այդ գիշեր նա կաչք չփակեց նստած ինքնաշեն մահճակալի մոտ, ականջ դնելով դստեր շինչառությանն ու փորձելով հասկանալ, թե ինչպես ապրել հետո։ Նարինեի լուսանկարը, որտեղ նա ժպտում էր իրենց փոքրիկ բնակարանի բազմոցից, նայում էր բնան կոմոդի վրայից, ասես հարցնելով. «Կդիմանաս արդյոք»։ «Պապ, պատմիր մայրիկի մասին», խնդրում էր 5-ամյա Լիլիթը երեկոյան բարձրանալով հոր գիրքը։ Սարգիսը զգուշորեն շոյում էր դստեր բաց գույնի մազերը, ճիշտ այնպիսին, ինչպիսին Նարինեինն էր, եւ պատմում, թե ինչպես են իրենք ծանոթացել տեխնիկումում, ինչպես էին գնում կինոյի վերջին սեանսներին, որովհետեւ տոմսերը ավելի էժան էին, եւ թե ինչպես էր Նարինեն կարողանում ամենասովորական բաները տոնի վերածել։ «Քո մայրիկը կարողանում էր աշխարհի ամենահամեղ նրբաբլիթները թխել», ասում էր նա, հանելով բաղադրատոմսերով մաշված վանդակակեր տետրեր, որոնք գրված էին Նարինեի կոկետ ժարագրությամբ։ «Ուզում ես փորձենք պատրաստել»։ Կիրակի օրերը նրանք կախարդում էին խոհանոցում։ Սարգիսը դստեր համար աթոռակ էր դնում, եւ նա, ջանասիրությունից լեզուն հանած, փայտե գթալով խառնում էր խմորը։ Առաջին նրբաբլիթը միշտ անհաջող էր ստացվում, եւ նրանք ծիծաղում էին, հիշելով Նարինեի խոսքերը, թե առաջին նրբաբլիթը տան ոգու համար է, եւ վերջ։ Նրանց մեկ սենյականոց բնակարանը քաղաքի ծայրամասում գտնվող աղյուսե հնգահարկ շենքում շնչում էր հիշողությամբ։ Նարինեի գրքերը դարակում, նրա զարդերի տուփը, որը Լիլիթը սիրում էր փորփրել, Սարգսի հորից մնացած հին պատի ժամացույցը, որը զարկեր էր տալիս։ «Ժամացույցը տան սիրտն է», ասում էր Սարգիսը, երբ նրանք միասին պատից իջեցնում էին ժամանակից մկացած պատյանը մեխանիզմը մաքրելու համար։ «Լսում ես ոնց են զարկում։ Տիկ-տակ, տիկ-տակ։ Քանի դեռ դրանք աշխատում են, տանը ապրում է ժամանակը»։ Լիլիթը հիացած նայում էր փոքրիկ ատամնանիվներին ու զսպանակներին, որոնք հայրը խնամքով մաքրում էր կերոսինով թրջված բամբակով։ Նրա ձեռքերը, որոնք կոշտացել էին մետաղի հետ աշխատելուց, զարմանալիորեն նուրբ էին դառնում, երբ նա դիպչում էր փխրուն մեխանիզմին։ Գործարանի անցակետում միշտ մեքենայական յուղի եւ մետաղական տաշեղի հոտ էր գալիս։ Լիլիթն ամուր բռնում էր հայրը ձեռքը, երբ նրանք գնում էին նրա աշխատավարձը վերցնելու։ Դրամարկղում մորքուր Գոհարը միշտ նրան թափանցիկ թղթով կարամել էր տալիս։ «Մեծանում ես, Լիլիթ ջան», ժպտում էր նա։ «Ճիշտ ու ճիշտ մայրդ ես։ Սարգիս, մի հատ արձակուրդ գնայիր, լրիվ հյուծվել ես»։ Բայց արձակուրդը նրանք անցկացնում էին տանը կամ քաղաքից դուրս, գետի մոտ, ուր հասնում էին էլեկտրագնացքով։ 150,000 դրամը հազիվ էր հերիքում ապրելուն, եւ Սարգիսը երեկոյան լրացուցիչ գումար էր վաստակում հարևանների տեխնիկան վերանորոգելով։ Ձմեռային երեկոներին հայրը Լիլիթի համար հեքիաթներ էր կարդում։ Նա սիրում էր մտնել վերմակի տակ իրենց միակ սենյակում եւ լսել, թե ինչպես է հայր ձայնը վերածվում մերթ կախարդ Պարովի ձայնի, մերթ վիշապի մռնչյունի, մերթ գեղեցկուհի Վասիլիսայի երգի։ «Պա, իսկ ինչու հեքիաթներում միշտ չար խորթ մայրեր կան», հարցրեց մի անգամ Լիլիթը, երբ դարձավ 8 տարեկան։ Հայրը մտասուցվեց, մի կողմ դնելով գիրքը։ «Միշտ չէ, աղջիկս, տարբեր մարդիկ կան, եւ լավ, եւ վատ։ Կարևորը այն չէ, թե ովքեր են նրանք, այլ թե ինչպիսի սիրտ ունեն»։ Նա երբեք վատ չէր խոսում կանանց մասին,
թեև մի քանի անգամ փորձել էր ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, բայց հարաբերությունները չէին ստացվում, կամ կանայք պատրաստ չէին երեխային ընդունել, կամ ինքը, Սարգիսը, չէր կարողանում բաց թողնել անցյալը։ Դպրոցում Լիլիթին գովում էին կոկիկության և ջանասիրության համար։ «Ապրես, Կարապետյան», ասում էր ուսուցչուհին, ընկեր Աննան, և աղջկա շունչը հպարտությունից կտրվում էր։ Նա շտապում էր տուն, որպեսզի հորը ցույց տար օրագրի գերազանց գնահատականները։ Երեկոյան, երբ հայրը վերադառնում էր աշխատանքից, նրանք ընթրում էին փոքրիկ խոհանոցում։ Սարգիսը հարց ու փորձ էր անում դստերը դասերի մասին, իսկ Լիլիթը կիսվում էր դպրոցական նորություններով, ծիծաղելի կերպով նմանակելով խիստ մաթեմատիկայի ուսուցչուհուն կամ հետևի նստարանի տղաներին։ «Պապ, իսկ Մարինե Պետրոսովնայի թոռնիկն է ծնվել, և նա կոնֆետներ էր բերել», պատմում էր Լիլիթը։ «Դասարանի բոլոր աղջիկներն ասում էին, թե որքան լավ է տատիկ ունենալ։ Իսկ ես տատիկ ունեմ»։ «Ունես, Լիլիթ ջան, իմ մայրը, քո Զինայդա տատիկը, Շիրակի մարզի գյուղերից մեկում է ապրում։ Շատ հեռու է, դրա համար էլ չեք տեսնվում։ Ամռանը գուցե գնանք»։ Բայց ուղևորության հերթն այդպես էլ չհասավ։ Զինայդա տատիկը անկողին ընկավ թոքաբորբով և այլևս ոտքի չկանգնեց։ Մի ցրտաշունչ հունվարյան օր, երբ Լիլիթը դարձավ 10 տարեկան, Սարգիսը նրան տարավ գերեզմանատուն։ Նրանք երկար քայլում էին ձյունածածկ հուշարձանների միջով, մինչև կանգ առան մոխրագույն գրանիտից պատրաստված մի պարզ սալաքարի մոտ։ «Կարապետյան, Նարինե, Վլադիմիրի, 1970-1995» գրված էր քարին։ Սարգիսը մաքրեց ձյունը, դրեց մեխակները։ «Մամա», շշնջաց Լիլիթը, հպվելով սառը քարին։ Երեկոյան հայրը հանեց մաշված շագանակագույն կազմով լուսանկարների ալբոմը։ Նրանք նստած էին բազմոցին և թերթում էին էջերը, որտեղ Նարինեն ծիծաղում էր, գրկում ընկերուհիներին ավարտական երեկոյի ժամանակ, սպիտակ զգեստով կանգնած էր երիտասարդ Սարգսի կողքին։ «Դու նրա ժպիտն ունես», ասաց հայրը, մատով սահելով լուսանկարի վրայով։ «Եվ աչքերը, և բնավորությունը, նայել էր համար, ամեն ինչ մինչև վերջ էր անում»։ Լիլիթը սեղմվեց հայրուսին, շնչելով նրա վերնաշապիկի մեջ ներծծված մեքենայական յուղի հոտը։ «Պապ, դու այսօր տանն ես լինելու»։ Լիլիթը կանգնած էր դռան շեմին, տրորելով դպրոցական համազգեստի եզրը։ «Ժողով ունեմ 6-ին, ես չեմ հասցնի վերադառնալ։ Չեմ հասցնի, Լիլիթ ջան», Սարգիսը մեղավոր ժպտաց։ «Պովոսյանն արձակուրդային օրեր է վերցրել, ինձ գրաֆիկից դուրս են դրել»։ Օրերը, երբ նա մենակ էր մնում, աստիճանաբար միաձուլվեցին շաբաթների և ամիսների։ Լիլիթը սովորեց պարզ ընթրիք պատրաստել, լվացք անել, արդուկել դպրոցական համազգեստը։ Նա գիտեր, որ հայրը ստիպված է լրացուցիչ հերթափոխ էր վերցնել։ Կյանքն ամեն տարի թանկանում էր։ 2006 թվականի գարնան սկզբին Սարգիսը անկողին ընկավ միջին ականջի բորբոքումով։ Ցավին դիմանալ ինչպես միշտ չստացվեց։ Ջերմությունը բարձրացավ և ստիպված եղավ գնալ պոլիկլինիկա։ Քիթ կոկորոտական ջաբանի հերթում նստած էր մի բարի աչքերով և շագանակագույն ներկված մազերով կին։ Նա կարդում էր Դյումայի մաշված գիրքը և երբեմն նայում գունատ Սարգսին։ «Ձեզ վատ եք զգում», հարցրեց նա, երբ տղամարդը սկսեց թեքվել մի կողմ։ «Եկեք ես օգնեմ, հերթից դուրս ձեզ թողնենք»։ Նրա անունը Թամարա էր։ Նա աշխատում էր Պողոտայում գտնվող կահույքի սրահում։ Ուներ դեռահաս որդի, Դավիթը, ով պաշտում էր ֆուտբոլը և համակարգչային խաղերը։ Մեկ ամիս անց Թամարան առաջին անգամ եկավ նրանց տուն, տնական կաղամբով կարկանդակ բերեց։ Լիլիթը զգուշությամբ միջանցքից նայում էր, թե ինչպես է անծանոթ կինը վստահորեն ափսեները դասավորում իրենց խոհանոցում։ «Իսկ դու ուրեմն Լիլիթն ես», ասաց Թամարան շրջվելով։ «Ինչ գեղեցկուհի ես, մազերդ հրաշալի են, արի հաջորդ անգամ քեզ համար մազակալ բերեմ, իմ աշխատավայրում այնքան սիրուններն են վաճառվում»։ Լիլիթը գլխով արեց, չիմանալով, թե ինչպես արձագանքել։ Թամարայից ինչ-որ անծանոթ օծանելիքի հոտ էր գալիս, ոչ թե քաղցր, ինչպես համադասարանցիներինն էր, այլ տտիպ, մեծական։ Մազակալը կապույտ էր, մարգարափայլ թիթեռներով, իսկ հետո եղավ ևս մեկը, ծաղիկով, և ուլունքներով գլխակապ, և օգնություն դպրոցական համերգի համար զգեստ ընտրելիս։ Թամարան ասում էր, աղջիկները պետք է սովորեն գեղեցիկ լինել։ Եվ Լիլիթը, ով երբեք չէր իմացել մայրական խրատների մասին, ագահորեն կլանում էր յուրաքանչյուր բառ։ Նրանք սկսեցին հանգստյան օրերին երեքով կինո գնալ։ Այնտեղ սիրո մասին ինչ-որ ֆիլմեր էին ցուցադրում, որոնք Լիլիթին ձանձրալի էին թվում, բայց նա լուռ նստում էր, զգալով, թե ինչպես են հայրը և Թամարայի ձեռքերը հպում իրենց միջև եղած արմնկնակալին։
Երեկոյան, երբ հայրը Թամարային ճանապարհում էր տուն, Լիլիթը հանում էր մայրիկի լուսանկարը եւ շշուկով նրան պատմում, թե ինչպես անցավ օրը, թե ինչպես դպրոցում դժվար շարադրություն հանձնարարեցին եւ թե ինչպես Թամարան ցույց տվեց հասկաձև հյուս կանել։ Մամ, նա լավն է, ճիշտ է, հարցնում էր Լիլիթը լուսանկարից ժպտացող Նարինեին։ Պապային նրա հետ ավելի լավ է, նա նույնիսկ սկսել է ծիծաղել, դու չես նեղանում։ Այդ գիշերներին նա նույն երազն էր տեսնում։ Մայրիկի դեմքով կինը շոյում է նրա մազերն ու ինչ-որ բան է շշնչում, հանգիստ, անհասկանալի, ասես տերևների խշշոց լինի քամուց։ Ապրիլին պապան տուն չեկավ գիշերելու, իր ամբողջ 10 տարիների ընթացքում առաջին անգամ։ Նա զանգահարեց հարևանուհի մորքուր Կարինեին, ասաց, որ կուշանա եւ անջատեց հեռախոսը։ Լիլիթը երկար նստեց պատուհանի մոտ, նայելով բակի մթությանը, իսկ հետո քնեց հենց պատուհանագոգին։ Հաջորդ օրը նա վերադարձավ միմոզաների հսկայական փնջով եւ թռչնի կաթ կոնֆետների տուփով։ Լիլիթ ջան, ասաց նա կարմրելով եւ կմկմալով, ես ուզում էի քեզ հետ խորհրդակցել, մեծավարի։ Լիլիթը կարևորությամբ գլխով արեց, զգալով, թե ինչպես է ներսում ամեն ինչ տակն ու վրա լինում հուզմունքից։ Դու ինչ ես կարծում, եթե Թամարան ապրի մեզ հետ, դու դեմ չես։ Աղջիկը երկար նայեց հոր աչքերին, դրանցում փնտրելով չտրված հարցի պատասխանը։ Հետո հայացքը տեղափոխեց կոմոդին, որտեղ դրված էր մայրիկի լուսանկարը։ Նա բարի է, վերջապես հարցրեց։ Բարի է, վստահ պատասխանեց հայրը։ Այդ դեպքում ես դեմ չեմ, կարևոր տեսքով ասաց Լիլիթը եւ ավելացրեց շշուղով։ Պապ, իսկ ես կկարողանամ նրան մայրիկ անվանել։ Սարգիսն ամուր գրկեց դստերը, դեմքը թաքցնելով նրա բաց գույնի մազերի մեջ։ Դա դուք ինքներդ կորոշեք, Լիլիթ ջան, ինչպես սիրտդ կհուշի։ Ամռան առաջին երեկոն տաք էր։ Նրանք երեքով նստած էին այգու նստարանին։ Լիլիթը մեջտեղում, Թամարան եւ պապան կողքերից։ Աղջիկը վաֆլե բաժակով պաղպաղակ էր ուտում, լսելով, թե ինչպես են մեծերը քննարկում Օգոստոսի հարսանիքը։ Իսկ Դավիթը իմ եղբայրն է լինելու, հարցրեց նա մատներից լիզոլ հալված կաթիլները։ Իսկական։ Խորթ, ժպտաց Թամարան, բայց դա համարյա թե իսկականն է, նա լավ տղա է, քեզ դուր կգա։ Լիլիթը նայեց կողքով վազվզող տղաներին գնդակով եւ պատկերացրեց, թե որքան լավ կլինի ունենալ ավագ եղբայր, ով կպաշտպանի խուլիգաններից, կօգնի մաթեմատիկայի հարցում եւ կսովորեցնի հեծանիվ վարել։ Եվ մայրիկ, ով քնելուց առաջ կսաների իր մազերը եւ կպատմի մեծերի կյանքի մասին։ Իսկական ընտանիք, ինչպես բոլորի մոտ։ Թամարայի մատնեմատին փայլում էր բարակ մատանի։ Պապան այն գնել էր գրավատանից իր ամբողջ աշխատավարձով։ Արևը մայր էր մտնում հորիզոնում, երկինքը վարդագույն երանգներով ներկելով։ Լիլիթի հոգու խորքում հալում էր զգուշորության վերջին սառացաբեկորը, տեղը զիջելով երկչոտ հույսին։ Օգոստոսյան արևը խփում էր Զաքսի պատուհաններին, ստիպելով կկոցել աչքերը։ Թամարան կրեմագույն կոստյումով էր, լացկանին հասմիկի ծաղիկ կար։ Ոչ մի ճոխ զգեստ, ամեն ինչ խիստ էր եւ ճաշակով։ Սարգիսը նոր փողկապ ուներ, իր կյանքում առաջինը, որը գնել էր հատկապես այսօրվա համար։ Լիլիթը ոտքից ոտք էր տեղափոխվում անսովոր կոշիկներով եւ բռնել էր մեխակների փունջ ճիշտ այնպիսին, որպիսին պապան միշտ տանում էր մայրիկի գերեզմանին։ Շնորհավորում ենք երիտասարդ ընտանիքին, հանդիսավոր հայտարարեց խիստ կոստյումով կինը եւ մի բուռ հյուրերը ծափահարեցին։ Դավիթը բարձրահասակ, անճոռնի դեռահաս, կոճակները մինչև վերջ կոճկված վերնաշապիկով կանգնած էր Լիլիթի կողքին։ Նա թեքեց աչքերը դեպի աղջիկը եւ անսպասելիորեն աչքով արեց. «Դե ինչ քույրիկ, հիմա մենք բարեկամ ենք»։ Լիլիթը ժպտաց, տարօրինակ հուզմունք զգալով, իսկական եղբայր, թեկուզ եւ խորթ։ Հիմա նա կունենա պաշտպան, ինչպես Օլյա Սմիրնովան զուգահեռ դասարանից։ Տոնակատարությունը նշեցին կակաչ սրճարանում, օլիվիեյով, խորովածով եւ քյաբաբով, ինչից Լիլիթը քրքչում էր, իսկ Դավիթը ձևացնում էր, թե հիմա կսրտխառնի։ Երեկոյան դեմ նորաթուխ ընտանիքը վերադարձավ Սարգսի բնակարան։ Այնտեղ ավելի նեղվածք էր, քան Թամարայի մոտ, բայց փոխարենը մոտ էր գործարանին։ «Ոչինչ, կընտելանանք», ասաց Թամարան, զննելով սենյակը։
Հետո գուցե փոխենք երկու սենյականոցի հետ, իսկ առայժմ ես վարագույր կկախեմ, որ երեխաները առանձին անկյուն ունենան։ Լիլիթը հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես է իրենց բնակարան տեղափոխվում ուրիշի կյանքը։ Թամարայի գույն սրբիչները, մեծ Samsung հեռուստացույցը հեռակառավարման վահանակով, Դավիթի մեքենաների մոդելների հավաքածուն եւ ֆուտբոլիստների պաստերները։ Նա օգնում էր դասավորել իրերը իրեն տանտիրուհի զգալով։ Իսկ սա ուր դնեմ, հարցրեց Թամարան, ձեռքում պահելով Նարինեի լուսանկարը կոմոդի վրայից։ Թող այնտեղ էլ մնա, պատասխանեց Սարգիսը, ով բացում էր գործիքների արկողը։ Թամարան գլխով արեց եւ ժամանակավորապես դրեց շրջանակը պատուհանագոսի վրա։ Առաջին ամիսներն անցան հաճելի բացահայտումների մշուշում։ Դավիթը խաղային կծուրդ ուներ եւ նա երբեմն թույլ էր տալիս Լիլիթին խաղալ, ցույց տալով, թե որ կոճակներն է պետք սեղմել։ Դպրոցում 8-րդ դասարանեցի Դավիթը բռնեց բարձրադասարաններին, որքեր քաշքշում էին Լիլիթի հյուսերերը եւ կարճ բացատրեց նրանց, որ հիմա նա իր պաշտպանության տակ է։ Բարձրահասակ եղբոր թիկունքում կանգնելը անսովոր էր եւ ուրախալի։ Մեկ սենյականոց բնակարանում երկու անկյուն սարքեցին, իրարից առանձնացնելով գրապահարանով եւ վարագույրով։ Գիշերները, երբ ծնողներն արդեն քնած էին, նրանք երբեմն շշուկով զրուցում էին պահարանի միջով։ Իսկ քո մայրը խիստ է, հարցրեց մի անգամ Լիլիթը։ Նորմալ է, արձագանքեց Դավիթը։ Ուղղակի շատ տնտեսվար է, սիրում է, որ ամեն ինչ իր տեղում լինի։ Իսկ քո պապան ընդհանրապես չի խմում։ Համարյա ընդհանրապես չի խմում, հպարտությամբ ուղղեց Լիլիթը։ Բայց դա առայժմ, քմծիծաղ տվեց Դավիթը եւ լրջորեն ավելացրեց. Դու իմացիր, եթե մի բան լինի, ինձ ասա։ Իմ հարազատ հայր Միքայելը հարբեցող էր, ես ամեն ինչ տեսել եմ։ Այդպես էլ շարունակվեց։ Դավիթը պաշտպանում էր, Լիլիթը հիանում, իսկ Թամարան իսկական վարպետ դուրս եկավ։ Կարկանդակներ էր թխում ոչ պակաս համեղ քան Նարինեինը, կարողանում էր հին զգեստն այնպես վերափոխել, որ այն նորաձև տեսք ունենար, եւ գիտեր, թե ինչպես 3000 դրամից 4 հոգու համար ընթրիք պատրաստել։ Պրակտիկ լինելը գլխավոր կանացի առաքինությունն է, ասում էր նա, եւ Լիլիթը մտապահում էր։ Մի անգամ մաքրության հարցում օգնելիս Լիլիթը նկատեց, որ մայրիկի լուսանկարն անհետացել է պատուհանագործից։ Վայ, Լիլիթ ջան, ես այն պահարանում դրեցի, որ չփոշոտվի, պատասխանեց Թամարան չկտրվելով արթուկից։ Էլ ինչու հոգին տակնու վրա անել։ Նոր կյանք է սկսվում, բոլորս պետք է առաջ նայենք։ Այդ երեկո Լիլիթը լուր լալիս էր, դեմքը բարձի մեջ թաղած։ Առավոտյան շուտ արթնացավ եւ քանի դեռ բոլորը քնած էին, հանեց լուսանկարը պահարանից։ Այն դրված էր անկողնային պարագաների կույտի հետևում, դեմքով դեպի ներքև։ Աղջիկը սրբեց ապակին, համբուրեց մայրիկի դեմքը եւ պահեց շրջանակը իր դպրոցական պայուսակի մեջ։ Հիմա լուսանկարը դրված էր իր մահճակալի մոտ գտնվող պահանակի վրա եւ ամեն երեկո դրվում էր դարակը։ Կյանքն աստիճանաբար նոր հունի մեջ էր մտնում։ Դավիթը ել ավելի մեծացավ, սկսեց սափվել եւ անհետանալ ընկերների հետ։ Հիմա նա ավելի շատ ձեռքով էր անում, քան պաշտպանում, իսկ երբեմն էլ չէր նկատում Լիլիթին, զբաղված իր դեռհասային գործերով։ Թամարան աշխատում էր կահույքի սրահում մինչև ուշ երեկո։ Ստիպված էր լրացուցիչ հերթափոխեր վերցնել ծայրը ծայրին հասցնելու համար։ Սարգիսը հաճախ էր ուշանում արտադրամասում։ Լիլիթը գնալով ավելի հաճախ էր տանը մենակ մնում եւ իր վրա էր վերցնում տնային գործերը։ Ինչ ապրես աղջիկ ես։ Մի անգամ գովեց նրան Թամարան, երբ վերադարձավ եւ տեսավ լվացված սպասքն ու մաքրված վառարանը։ Իսկական տանտիկին է մեծանում։ Այս գովասանքը ջերմացրեց ինչ-որ բան նրա ներսում եւ Լիլիթը սկսեց ավելի շատ ջանալ։ Հարդուկում էր հոր վերնաշապիկները, պատրաստում պարզընթիքներ, հետևում, որ տանը փոշիչ լինի, Թամարան հավանությամբ գլխով էր անում։ Կյանքում պետք կգա։ Մի անգամ Լիլիթը հանեց մայրիկի խոհարարական տետրը, որոշեց բոլորին ուրախացնել նրբաբլիթներով, կիրակնորյա ավանդույթի համաձայն։ Այդ ինչ ես գտել։ Թամարան վերցրեց մաշված տետրը։ Ոչ, Լիլիթ, սա չի սազում։ Ալյուրը հիմա թանկ է, իսկ այստեղ որքան ձու է գնում։ Ես քեզին բաղադրատոմսը կտամ, ավելի խնայողական է։ Թամարան տետրը դրեց պահարանի վերին դարակը, եւ Լիլիթն այն այլևս չտեսավ։ Կիրակնորյա նրբաբլիթները սկսեցին պատրաստել նորովի, ջրով, սոդայի հավելումով։ Եվ դրանք այլևս չէին հալվում բերանում ինչպես նախկինում, այլ կոշտ էին եւ արագ սառչում էին։ Բայց Սարգիսն ուտում էր եւ գովում, իսկ Լիլիթը լռում էր։ Գուցե ժամանակն է ժամացույցը փոխելու, առաջարկեց մի անգամ Թամարան ընթրիքի ժամանակ։ Այս հինը անընդհատ փչանում է եւ խփում է ամբողջ տնով մեկ։ Փոխենք ինչ-որ էլեկտրոնայինի ժամանակակիցի։ Սարգիսը քարացավ պատառաքաղը ձեռքում։ Սա հորս ժամացույցն է, Թամար, ասաց նա կամաց։
Դեռ իմ պապն էր այն վերանորոգում։ Սենտիմենտալություն է, Սարգիս, հոգոցանեց Թամարան։ Դրա պատճառով մեր փողերը չեն շատանա, բայց դե ինչպես ուզում ես։ Ժամացույցը մնաց պատին, բայց հիմա Սարգիսը դադարեց այն մաքրել Լիլիթի հետ միասին։ Ժամանակը չէր հերիքում։ Աստիճանաբար բնակարանում ավելացան պրակտիկ իրերը, լվացվող պաստառներ խամերած թղթեպաստառների փոխարեն, եվրոպատուհան հին շրջանակի փոխարեն, բազմոց մահճակալի փոխարեն։ Տեղը ավելի շատացավ։ Հյուրերի էլ կարելի է նստեցնել։ Նախկին կյանքից գրեթե ոչինչ չէր մնացել։ Մամ, փող տուր դիսկոտեք գնամ։ Դավիթը կանգնած էր միջանցքում ոտքից ոտք տեղափոխվելով։ Էլ ինչ դիսկոտեք, խոժորվեց Թամարան։ Դե դպրոցական, բոլորը գնում են, ընդամենը 2000 դրամ է։ Թամարան օրորեց գլուխը։ 2000 դրամը փողոցում չի ընկել, բայց դե լավ, վերցրու։ Լիլիթը հետևում էր այս տեսարանին խոհանոցից, սրբելով ափսեները։ Նա մեծացել եւ արդեն շատ բան էր հասկանում։ Օրինակ, որ Դավիթի համար միշտ փող գտնվում էր ֆուտբոլի խմբակի, նոր մարզակոշիկների, դիսկոտեկի համար։ Իսկ ահա երբ իրեն պետք էին ներկեր նկարչության դասերի համար, ստիպված էր բավարարվել հին չորացածներով։ Բայց նա չէր նեղանում։ Տղային ավելի է պետք, ասում էր Թամարան։ Նա կյանքում դեռ պետք է ճանապարհ հարթի։ Լիլիթը գլխով էր անում, օգնելով վերաձևել հին զգեստը, որպիսի այն շատ հնաոճ տեսք չունենար։ Հայրը հիմա ավելի հազվադեպ էր հարցնում դպրոցի մասին, ավելի շատ էր հոգնում, երբեմն նույնիսկ քնում էր ընթրիքի ժամանակ ափսեի վրա։ Նա արդեն չէր պատմում մայրիկի մասին, չէր հանում լուսանկարների ալբոմը։ Միայն երբեմն, երբ նրանք մենակ էին մնում, կարող էր հանկարծ ասել. «Դու գնալով ավելի ես նմանվում Նարինեին, հատկապես երբ ժպտում ես»։ Լիլիթն աշխատում էր հաճախ ժպտալ, որպեսզի նա հիշեր։ 15 տարեկանում Լիլիթը վերածվեց սլացիկ աղջկա, լուրջ հայացքով եւ սովորությամբ նախ մտածել ուրիշների, ապա իր մասին։ Նա լավ էր սովորում, օգնում էր տան գործերում եւ երբեք չէր խնդրում այնպիսի բան, որը կարող էր ծանրաբեռնել ընտանեկան բյուջեն։ Դավիթն ընդունվեց տեխնիկում, հաճախ էր կորչում ընկերների հետ, գալիս էր ուշ։ Թամարան հոգոց էր հանում, բայց ներում էր։ Տղա է մեծանում, նա իր ճանապարհն ունի։ Լիլիթն առաջին անգամ նկատեց, թե ինչպես է Սարգիսը նայում Թամարային, ոչ այնպես ինչպես առաջ։ Առանց այդ կայծի աչքերում, առանց ջերմության, պարզապես հոգնած եւ սովորության համաձայն։ Իսկ Թամարան սկսեց ուրիշ կերպ խոսել։ Ավելի շատ հրամայում էր, քան խնդրում։ Ավելի հաճախ նախատում էր, քան գովում։ Նրանք հոր հետ երբեմն վիճում էին խոհանոցում, մտածելով, թե երեխաները չեն լսում։ Քո մեջ հաստատակամություն չկա, Սարգիս, ֆշշացնում էր Թամարան։ Ինչքան հոգնեցի բոլորի փոխարեն որոշում ներկայացնելուց։ Լիլիթը վերմակով ծածկում էր գլուխը, բայց միևնույնն է լսում էր յուրաքանչյուր բառ։ 2012 թվականի հունվարի 15-ը ցրտաշունչ եւ ձյունառատ էր։ Լիլիթն արթնացավ տոնի զգացողությամբ։ Այսօր նա դառնում էր 16 տարեկան։ Նա հագավ սիրելի մանր ծաղիկներով զգեստը, խնամքով յուսեց մազերը եւ դուրս եկավ նախաճաշելու։ Սեղանի շուրջ ոչ ոք չկար, միայն գրություն Թամարայից։ Նախաճաշեք ինքնուրույն, շտապ կանչեցին սրահ։ Սարգիսն արդեն գնացել էր աշխատանքի, իսկ Դավիթը դեռ քնած էր։ Լիլիթը հոգոց հանեց, բայց չտխրեց։ Երևի անակնկալ են պատրաստում երեկոյան համար։ Նա գնաց դպրոց, սպասելով դասընկերների շնորհավորանքներին։ Օրը ձգվում էր ռետինի պես։ Մի քանի աղջիկ շնորհավորեց, նրանք ում հետ նա նստում էր նույն նստարանին։ Ուսուցիչները չգիտեին եւ որտեղից պիտի իմանային։ Լիլիթը երբեք աչքի չէր ընկնում։ Երեկոյան նա շտապում էր տուն, պատկերացնելով տոնական սեղան եւ գուցե նույնիսկ նվեր, ոչ այնքան թանկ, բայց հիշարժան։ Բնակարանում լուռ էր։ Թամարան խոհանոցում ընթրիք էր պատրաստում, սովորական մակարոն կոտլետով։ Իսկ պապան որտեղ է, հարցրեց Լիլիթը, փորձելով ցույց չտալ հուզմունքը։ Գործարանում ուշացավ, ինչ որ շտապ առաքման հարց կա, արձագանքեց Թամարան, չշրջվելով։ Գնա ձեռքերդ լվա եւ օգնիր սեղանը գցել։ Ընթրիքն անցավ ինչպես միշտ։ Դավիթը թաղվեց ափսեի մեջ, շտապելով փախչել ընկերների մոտ։ Թամարան պատմում էր սրահի պրոբլեմային հաճախորդուհու մասին։ Ոչ ոք չհիշատակեց ծննդյան օրվա մասին։ Իսկ պապան երբ կգա, նորից հարցրեց Լիլիթը, հավաքելով սպասքը։
Ուշ Լիլիթ, պարկիր, մի սպասիր։ Պահարանի հետևում գտնվող իր անկյունում Լիլիթը դարակից հանեց մայրիկի լուսանկարը։ «Մամ ջան», շշնջաց նա, նայելով հարազատ աչքերին։ «Ես այսօր 16 տարեկան եմ դառնում, դու կշնորհավորեիր, ճիշտ է»։ Նա չէր լալիս, արցունքներ վաղուց արդեն չկային, պարզապես պառկած էր և նայում էր առաստաղին, հասկանալով ինչ-որ կարևոր բան այս ընտանիքում իր տեղի մասին։ Հայրը վերադարձավ կեսգիշեր անց, ցստի ու մետաղական տաշեղի հոտով։ Նա զգուշորեն կիսաբաց արեց սենյակի վարագույրի մի մասը, նայեց քնած թվացող դստերը և կամաց փակեց։ Առավոտյան նախաճաշի ժամանակ, երբ Թամարան արդեն գնացել էր, իսկ Դավիթը դեռ քնած էր, Սարգիսը հանկարծ խփեց ճակատին։ «Աստված իմ, Լիլիթ ջան, երեկ քո ծննդյան օրն էր, իսկ ես այս մատակարարման պատճառով, ներիր ծերուկիս, լրիվ խառնվել էի»։ Նա ձեռքը տարավ գրպանը և հանեց մի փոքրիկ տուփ։ «Ահա, արել էի դեռ 2 շաբաթ առաջ, իսկ երեկ, Տուփի մեջ ականողեր կային, համեստ արծաթե աստղիկներ։ Լիլիթը ժպտաց, անկեղծ, առանց նեղանալու։ «Շնորհակալություն, պապ, շատ սիրուն են»։ Իսկ Թամարան սկսեց Սարգիսը, բայց կանգ առավ։ Նա էլ էր մոռացել։ Լիլիթը ուսերը թոթոփեց։ «Բոլորը զբաղված են, պապ, ես հասկանում եմ»։ Այդ օրը Լիլիթը վերջնականապես հասկացավ։ Նա պետք է, բայց ոչ գլխավորը։ Նրան սիրում են, բայց չեն նկատում։ Նրա հետ հաշվի են նստում, բայց որպես օգնականի, ոչ որպես դստեր։ Եվ զարմանալիորեն այս միտքը դառնություն չբերեց, միայն պարզություն։ Նա կրեց աստղիկ ականջողերը, նայեց իր արտացոլանքին հայելու մեջ և ժպտաց։ Հիմա նա գիտեր, որ եթե ուրիշ կյանք է ուզում, ստիպված կլինի ինքնուրույն կառուցել այն։ 18 տարեկանում Լիլիթը դարձավ կազմակերպված, նպատակասլաց աղջիկ։ Նա ավարտում էր դպրոցը ոսկե մեդալով, օգնում էր տան գործերում և արդեն գիտեր, թե ուր է ընդունվելու։ «Բժշկական քոլեջ», զարմացավ հայրը, երբ նա ցույց տվեց նրան բրոշուրը։ «Ինչու ոչ ինստիտուտ»։ «Սա ավելի պրակտիկ է, պապ», պատասխանեց Լիլիթը, և նրա ձայնում լսվեցին Թամարայի հնչերանգները։ 3 տարի հետո ես արդեն կունենամ մասնագիտություն և աշխատավարձ, իսկ բարձրագույնը հետո կստանամ, եթե ուզեմ։ Թամարան հավանությամբ գլխով արեց, լսելով նրանց խոսակցությունը։ «Ճիշտ ես մտածում, Լիլիթ, պետք չի տարիներ կորցնել»։ Երեկոյան, պատրաստվելով քնել, Լիլիթը սովորության համաձայն դարակից հանեց մայրիկի լուսանկարը։ Նա արդեն չէր խոսում նրա հետ ինչպես առաջ, պարզապես նայում էր, հարազատ դիմագծերում փնտրելով իր սեփականը, ժառանգածը, որը կօգներ նրան առաջ գնալ։ «Դու ինձնով կհպարտանայիր, մամ», շշնջաց նա, լուսանկարը հետ դնելով։ «Իսկ ես գլուխ կհանեմ, խոստանում եմ»։ Ոսկե մեդալով ատեստատը դրված էր հոր հին պայուսակում, փովի բարակ կապոցի կողքին։ 30,000 դրամ առաջին ժամանակների համար։ Լիլիթը փակեց շղթան և զնվեց սենյակը։ Մահճակալը հարդարված էր, դասագրքերը դրված էին իրար վրա։ Դրանք կվերցնի հարևան շքամուտքից Անին, ով 10-րդ դասարան է տեղափոխվում։ Ամեն անհրաժեշտ բան տեղավորվեց մեկ ճամպրուկի և մեջքապայուսակի մեջ։ Լիլիթը միշտ կարողանում էր բավարարվել քչով։ «Գոնե մինչև ավտոկայան ճանապարհեր աղջկատը», ասաց Թամարան նախաճաշ պատրաստելով խոհանոցում։ Սարգիսը հոգոց հանեց, տրորեց քթարմատը։ «Չեմ կարող, Թամարա, վարպետ խաչիկը չի թողնի, մեզ մոտ պլան է այրվում»։ Լիլիթը դիպավ հոր ուսին։ «Ամեն ինչ նորմալ է, պապ, ես երթուղայինով կգնամ, ընդամենը 2 ժամվա ճանապարհ է»։ Մարզկենտրոն 120 կիլոմետր էր։ Լիլիթը երբեք այնտեղ մենակ չէր եղել, միայն դասարանով էքսկուրսիոների ժամանակ կամ մի երկու անգամ հոր հետ, երբ գնացել էին դպրոցական համազգեստ գնելու։ Հայրը գաղտնի նրա բաճկոնի գրպոնը խոցև ևս 10,000 դրամ։ «Քեզ համար մի բան կառնես առաջին օրերին»։ «Փողերը քամին տալիս եք», փնթփնթաց Թամարան։ «Այնտեղ պետական անկողնային պարագաներ են տալիս, ինչու ծախսել»։ Վերջին պահին արդեն դռան շեմին Լիլիթին մոտեցավ Դավիթը։ «Դե գնա, գերազանցիկ, մենակ թե չկորչես»։ Նա անճարակորեն գրկեց խորտ քրոջը։ Լիլիթը ծխախոտի և օդեկոլոնի հոտ զգաց, մեծ տղամարդու հոտ։ Դավիթը մեծացել էր, վերածվել էր 2 մետրանոց տղայի, բուսնող մորուքով և սեփական ավտոտեղ սպասարկման կետ ունենալու երազանքներով։ Արևը զենիթում էր, երբ երթուղայինը իջեցրեց Լիլիթին մարզկենտրոնի աղմկոտ կայարանամերձ հրապարակում։ Շուրջը եռում էր անծանոթ կյանքը։ Բեռնակիրներ սայլակներով, տաքսիստներ, կարկանդակ վաճառողներ։
Աղջիկ, տաքսի պետք չի։ Տաք կարկանդակներ։ Կայարանից տանեմ։ Ձայները միաձլվում էին ընդհանուր աղմուկի մեջ, որից մի փոքր գլուխը պտտվում էր։ Լիլիթն ավելի ամուր բռնեց ճամպրուկը, գրպանում գտավ հանրակացարանի հասցեով թուղթը և շարժվեց դեպի կանգառ։ Բժշկական քոլեջը դիմավորեց նրան սպիտակեցված պատերով, քլորի հոտով և նույնպիսի մոլորված դիմորդների շարքով։ Փաստաթղթերն ընդունում էր մի սպիտակ հալաթով կին, հոգնած, բայց բարի դեմքով։ Կարապետյան, մեդալով, նա հարգալից գլխով արեց նայելով ատեստատը։ Ապրես, աղջիկս, նմաններն են մեզ պետք։ Նույն օրը Լիլիթը ստացավ հանրակացարանում բնակվելու ուղեգիր և ուսանողական տոմս։ 4 հոգանոց սենյակը փոքր էր, բայց հարմարավետ։ 4 մահճակալ զսպանակավոր ցանցերով, 4 պահարանիկ, սեղան պատուհանի մոտ, հագուստի պահարան։ Բարև, ես Մարինեն եմ։ Բարձրահասակ կարճ սանդրվածքով աղջիկը ձեռքը մեկնեց։ Դու առաջին կուրսից ես, ես էլ։ Իսկ սրանք Աննան ու Գայանեն են։ Նրանք երկրորդից են։ Աննան փոքրիկ, պեպեններով ու կրակե շեք մազերով սիրալիր ժպտաց մահճակալից։ Գայանեն ծանր շիկահեր հյուսքով ու լուրջ հայացքով գլխով արեց, չկտրվելով դասագրքից։ Այդ երեկոն նստած պատուհանագոգին և նայելով լույսերով շողացող անծանոթ քաղաքին, Լիլիթը տարօրինակ թեթևություն զգաց։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում նա կարիք չուներ արդարացնելու իր գոյությունը, լինելու ավելի աննկատ և անձայն։ Կարելի էր պարզապես լինել ինքն իրեն։ Հեյ, առաջին կուրսեցիներ։ Գայանեն կտրվեց գրքից։ Վաղը ձեր առաջին դասը 8-ին է, չքնեք մնաք։ Ես թեյնիկը դրել եմ, կխմեք։ Ուսումը հեշտ էր տրվում։ Անատոմիա, ֆարմակոլոգիա, մանիպուլացիոն տեխնիկա, ամեն ինչ կլանվում էր սպունգի պես։ Երեկոյան նրանք Մարինեի հետ անգիր էին անում լատիներեն անվանումները, դեղաչափերի շպարգալկաներ էին սարքում, սովորում էին իրար վրա վիրակապեր անել։ 18900 դրամ կրթաթոշակը հազիվ էր հերիքում ամենաանհրաժեշտ բաների համար։ Լիլիթը խնայում էր ամեն ինչի վրա։ Ճաշարանի փոխարեն իր հետ բուտերբրոդներ էր վերցնում, հագուստ էր գնում զեղչերով։ Լսիր, ասաց մի անգամ Մարինեն, հորաքույրս քաղաքային հիվանդանոցում ավագ բուժքույր է աշխատում։ Ասում է մայրապետներ են պետք, հերթափոխը 8000 դրամ, եթե օրընդ մեջ գնաս, նորմալ կստացվի։ Այդպես Լիլիթը սկսեց աշխատել քաղաքային հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքում։ Աշխատանքը ծանր էր, լվանալ հատակը, փոխել սպիտակեղենը, օգնել պառկած հիվանդներին տեղափոխել անվասայլակներով, լվանալ պետքանոթները։ Ձեռքերը ճակճկում էին քլորից, մեջքը ցավում էր ծանրություն բարձրացնելուց, բայց այդ փողերը նշանակում էին ազատություն։ Այժմ կարելի էր Թամարայից փող չխնդրել նոր կոշիկի կամ դասագրքերի համար։ Տեսել է ինչ ինքնուրույն ես, քմծիծաղ տվեց Թամարան, երբ Լիլիթն ասաց, որ այլևս ամենամսյա փոխանցումների կարիք չունի իր քարտին։ Հեռուն կգնաս։ Խորթ մոր ձայնի մեջ Լիլիթին հարգանքի պես մի բան լսվեց։ Հանգստյան օրերին նա երբեմն գնում էր տուն, այնքան էլ հեռու չէր, 2 ժամ երթուղայինով, բերում էր հյուրասիրություն, էժանագին կոնֆետներ, երբեմն մրգեր։ Թամարան հյուրասիրում էր բորշչով ու տուշոնկայով կարտոֆիլով, հարցուփորձ էր անում ուսման մասին։ Հայրը լուր ճխում էր պատշկամբում, գնալով ավելի հաճախ հազալով։ Ազդում էին արտադրամասում մետաղական փոշու մեջ աշխատելու տարիները։ Գիտես, Լիլիթ ջան, ասաց նա մի անգամ ճանապարհելով նրան միջև կանգառ, ես ու մայրդ հպարտանում ենք քեզնով, լավ է, որ ոտքիդ վրա կանգնեցիր։ Լիլիթը հասկացավ, թե նա ինչ նկատի ուներ, լավ է, որ այլևս պետք չէ իր համար անհանգստանալ։ Առաջին կուրսի վերջում եկավ գիտակցությունը, որ տուն վերադառնալ այլևս չի ուզում։ Հանրակացարանը իր աղմուկով, միջև ուշ հավաքույթներով, անկեղծ զրույցներով դարձել էր իսկական տուն, իսկ Լիլիթը, Աննան և Գայանեն ընտանիք, թեկուզև ժամանակավոր։ 2017 թվականի հունվարը բերեց բքեր և բուժքրոջ կարմիր դիպլոմ։ Լիլիթը նոր էր բոլորել 21 տարին, նա արդեն իր ձեռքում էր պահում նոր կյանքի վկայականը։ Ետևում էին մնացել անքուն գիշերները դասագրքերի վրա, առաջին ինքնուրույն ներարկումը, արցունքները խիստ դասախոսներից և ծիծաղը հանրակացարանի սենյակում։ Շնորհավորում եմ, Կարապետյան, բաժանմունքի վարիչը սեղմեց նրա ձեռքը։ Լսել եմ, քեզ աշխատանք են առաջարկում մասնավոր կլինիկայում։ Դա ճշմարտություն էր։ Մեդպրոֆին նորաբաց կլինիկա քաղաքի կենտրոնում ժամանակակից սարքավորումներով և եվրովերանորոգմամբ անձնակազմ էր հավաքագրում։ Բուժքրոջ աշխատավարձը 220,000 դրամ։
պաշտոնական գրանցում եւ սոցփաթեթ։ Դուք շատ լավ երաշխավորագրեր ունեք, Լիլիթ։ Կլինիկայի գլխավոր բուժքույրն ուսումնասիրում էր ռեզյումեն։ Վնասվածքաբանությունում մայրապետի փորձ, դա արժեքավոր է։ Շատերը միանգամից քիթ են քաշում սև գործից։ Երբ կարող եք սկսել։ Թեկուզ վաղը, ժպտաց Լիլիթը։ Միանակ բնակարան վարձելը թանկ էր։ Մեկ սենյականոցը քննարանային թաղամասում արժեր 120,000 դրամ, գումարած կոմունալ վճարումները։ Մարինեն, ում հետ նրանք մտերմացել էին ուսման տարիներին, առաջարկեց 2-ով վարձել, եւ Լիլիթը համաձայնեց։ Բնակարանը շատ փոքր էր, ընդամենը 28 քառակուսի մետր, միացված սանհանգույցով եւ խոհանոցով, որտեղ հազիվ էր տեղավորվում սեղանը։ Բայց դա նրանց սեփական տարածքն էր, առանց պարետային ժամի, առանց ստուգումների եւ պատի հետևից եկող աղմուկի։ Ազատություն։ Մարինեն պտտվում էր սենյակում, էժանագին շամպայնի բաժակը ձեռքին առաջին երեկոյան։ Մենք հասուն ինքնուրույն կանայք ենք։ Լիլիթը ծիծաղում էր, պահարանում դասավորելով իր համեստ ունեցվածքը, եւ կրծքում ջերմ զգացում էր տարածվում։ Նա գլուխ հանեց, դիմացավ, հասավ իր նպատակին։ Ռուբենը նրա կյանք մտավ հոկտեմբերին, կլինիկայի նոր բաժանմունքի բացման կորպորատիվին։ Բարձրահասակ, հետ սանրած մուգ մազերով եւ թեթևակի չսափրված, նա շարժվում էր ուշադրության կենտրոնում լինելուն սովոր մարդու վստահությամբ։ Իսկ դուք հավանաբար այն նոր բուժքույրն եք, ում մասին բոլորը խոսում են։ Նա հայտնվեց կողքին, գինու բաժակը ձեռքին։ Ռուբեն, վաճառքի մենեջեր Տեխնոլյուքսում։ Դա դիմացի շենքն է։ Նա թվաց չափազանց համար, չափազանց բարձրաձայն։ Բայց երբ հաջորդ օրը ընդունարանի սեղանին վարդերի փունջ բերեցին, իսկ մեկ շաբաթ անց նա սպասում էր նրան հերթափոխից հետո կինոյի տոմսերով, Լիլիթը անսովոր հուզմունք զգաց։ Ռուբենը 3 տարով մեծ էր, վաստակում էր 350,000 դրամ, սենյակ էր վարձում 3 սենյականոց բնակարանում եւ երազում էր սեփական բիզնեսի մասին։ Նա գեղեցիկ էր հոգ տանում էր սրճարան, ծաղիկներ էր նվիրում, մի անգամ նույնիսկ ձի վարձակալեց այգում զբոսնելու համար։ Դու յուրահատուկ ես, Լիլիթ, շշնչում էր նա, համբերելով նրան աշնանային այգում։ Այնպիսին չես, ինչպես այս բոլոր թեթևամիտ աղջիկները, քո մեջ խորություն կա։ Նա ձուլվում էր նրա խոսքերի եւ հպումների մեջ, մոռանալով հերթափոխից հետո հոգնածության, մշտական անփողության եւ այն մասին, որ պետք է տուն զանգել։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը նրան նայում էր նման հիացմունքով, գեղեցիկ բառեր էր ասում, երես էր տալիս ու փայփայում։ Հունվարին ծննդյան օրը նա նրան արծաթե ապարանջան նվիրեց եւ հրավիրեց միասին ապրելու։ Ինչու վճարել 2 բնակարանի համար, տրամաբանորեն բացատրում էր նա։ Մեկ սենյականոց կվարձենք, միասին կպատրաստենք, կխնայենք, դա շատ ռոմանտիկ է։ Մարինեն միայն հոգոց հանեց։ Ինքդ տեսենկերուհի, միայն թե միշտ ապիր, տղամարդիկ այդպիսին են, այսօր մի բան են ասում, վաղը այլ։ Բայց Լիլիթը չէր լսում, Ռուբենը թվում էր այնքան հուսալի, այնքան սիրահարված։ Նրանց նույնիսկ հաջողվեց մի փոքր գումար հավաքել ամռանը արձակուրդ գնալու եւ Ռուբենի համար նոր հեռախոս գնելու համար։ Նրա հինը կոտրվել էր եւ պարկեշտ հագուստ էր պետք հարցազրույցների համար։ Ռուբենը որոշել էր աշխատանքը փոխել ավելի հեռանկարայինով։ Նրանց փոքրիկ բնակարանը ծայրամասում դարձավ հարմարավետ բույն։ Լիլիթը սովորեց նոր ուտեստներ պատրաստել, որոնք սիրում էր Ռուբենը, լվանում էր նրա վերնաշապիկները, աջակցում էր բոլոր նախաձեռնություններում։ Նա երջանիկ էր, զգալով, որ վերջապես իսկապես պետք է ինչ-որ մեկին։ Հայրն ու Թամարան եկան ընդամենը մեկ անգամ, բերեցին հին սպասք, որ մնացել էր տատիկից, եւ մի բանկա աղդրած լոլիկ։ Զննեցին բնակարանը, սեղմեցին Ռուբենի ձեռքը, քրթմնջացին օրհնության պես մի բան եւ մեկնեցին երեկոյան երթուղայինով։ Տարօրինակ են նրանք, ասաց Ռուբենը, երբ հյուրերի հետևից դուռը փակվեց։ Դու ընդհանրապես նման չես նրանց։ Լիլիթը լռեց, հասկանալով, որ դա ճշմարտություն է։ Նա վաղուց արդեն դարձել էր ուրիշ, քաղաքային, ինքնուրույն։ Հայր եւ խորտ մոր հետ նրան կապում էին միայն հանգստյան օրերին հազվադեպ զանգերը եւ տոների շնորհավորանքները։ Սրտխնորթը սկսեց մարտին, իսկ 2 գծիկով թեստը Լիլիթն արեց 2018 թվականի ապրիլի սկզբում։ Նա նստած էր լոգարանի եզրին, նայում էր պլաստիկե ձողիկին եւ երկար ժամանակ առաջ առաջին անգամ իսկական կենթանական վախ էր զգում։ Ինչ կասի Ռուբենը։ Նա երբեք չէր խոսում երեխաների, ընտանիքի մասին։ Լիլիթը գիտեր միայն, որ նրա ծնողները բաժանվել են, երբ նա 5 տարեկան էր, եւ հոր հետ նա չէր շփվում այն ժամանակից։
Երեկոյան, երբ նա վերադարձավ աշխատանքից, Լիլիթը լուռ մեկնած նրան թեստը։ «Էս ինչ է»։ Նա քարացավ սրբիչը ձեռքում, հինց վերնարկուն հարած։ «Ես հղի եմ», ավարտեց Լիլիթը նրա փոխարեն։ Երկար դադար հետևեց, որի ընթացքում Լիլիթը կարծես չէր շնչում։ Դե, Ռուբենը մատները տարավ մազերի մեջ, դե, բաներ։ Իսկ հետո հանկարծ նրա դեմքը պայծառացավ ժպիտով։ Նա բարձրացրեց նրան գրկում և պտեց. «Աստված իմ, Լիլիթ, ես չէի մտածում, որ 25-ում հայր կդառնամ, բայց քանի որ այսպես է, կլինենք ծնողներ»։ Այդ գիշեր նա առաջին անգամ սկսեց խոսել ապագայի մասին, այն մասին, թե ինչպես կամուսնանան, ինչպես կմեծացնեն փոքրիկին, ինչպես նա ավելի լավ աշխատանք կգտնի ընտանիքն ապահովելու համար։ Լիլիթը քնում էր, ձեռքը դրած դեռ հարթ փորին և զգում էր, թե ինչպես է ներսում հանգիստ երջանկություն տարածվում։ Նա կունենա իր սեփական, իսկական ընտանիքը։ «Ես քեզ Սոֆիա կանվանեմ, եթե աղջիկ լինես», շշնջում էր նա, երբ Ռուբենն արդեն քնած էր։ «Ի պատիվ իմաստության, որպիսի դու մեծանաս խելացի և երջանիկ»։ Հարսանիքն արեցին մայիսին, համեստ, մի քանի ընկերների շրջապատում, փոքրիկ սրճարանում, պլաստիկի աթոռներով։ Լիլիթը հագել էր կրեմագույն ազատ զգեստ, որը թաքցնում էր հազիվ նկատելի փորը։ Ռուբենը նոր կոստյումով էր, որը գնել էր ապարիկով։ Հայրն ու Թամարան եկան գրանցմանը։ Սարգիսը վերջին տարիներին նկատելիորեն թուլացել էր, ճերմակել, կռացել, դեմքը ծածկվել էր կնճիռներով։ Նա լուռ գրկեց դստերը և ձեռքը դրած փողով ծրար։ «Ձեզ հիմա ավելի է պետք, փոքրիկի օժիտի համար»։ Դավիթը չի եկավ, զբաղված էր նոր աշխատանքով ավտոսերվիսում։ Աշնանը Լիլիթի փորը կլորացավ և էխոսկոպիան հաստատեց, աղջիկ է լինելու։ Ռուբենը վարդագույն համագեստ գնեց և խաղալիք նապաստակ, իսկ հետո հանկարծ սկսեց ուշանալ աշխատանքից։ Սկզբում 1 ժամով, հետո 2, իսկ հետո սկսեց գալ, երբ Լիլիթն արդեն քնած էր։ «Մեզ մոտ նոր նախագիծ է», բացատրում էր նա ուրիշի օծանելիքի և ծախախոտի հոտ արձակալով։ «Կարևոր հաճախորդ է, չեմ կարող թիմին հուսահափանել»։ Նա հավատում էր, ուզում էր հավատալ։ Նույնիսկ երբ 8-րդ ամսում նրա հեռախոսում տեսավ հաղորդագրություն ինչ-որ Քրիստինեից, բազմաթիվ սրտիկներով։ «Դու ինչ է հետևում ես ինձ», բորբոքվեց նա հեռախոսը խլելով նրա ձեռքից։ «Նա պարզապես գործընկեր է, մենք միասին աշխատում ենք նախագծի վրա»։ Այդ երեկոն առաջին անգամ գիշերեց ընկերոջ մոտ, իսկ Լիլիթը, շոյելով հսկայական փորին, շշնջում էր դեռ չծնված դստրին. «Ոչինչ փոքրիկ, պապան պարզապես նյարդայնում է, դա նորմալ է, նա սիրում է մեզ, կտեսնես»։ Բայց հոգու խորքում նա արդեն գիտեր, որ պատմությունը կրկնվում է։ Ինչպես մայրը, Նարինեն, ինքն էլ է մենակ մեծացնելու երեխային։ Միայն թե մայրը մահացավ, իսկ Ռուբենը պարզապես հեռանում է, դանդաղ, բայց հաստատ։ Եվ այնուամենայնիվ, պառկած նախածննդյան հիվանդասենյակում 2019-ի մայիսի սկզբին, սեղմելով իրեն աջակցելու եկած Մարինեի ձեռքը, Լիլիթը տարօրինակ հանգստություն էր զգում։ Կարծես իր ներսում այժմ ապրում էր ուժի աղբյուր, որը կհերիքեր երկուսին։ «Ռուբենը գալիս է», հարցրեց Մարինեն, երբ ցավերը հաճախակի դարձան։ Լիլիթը օրորեց գլուխը, չի զանգել, բայց ոչինչ, նա գլուխ կհանի։ Եվ նա իսկապես գլուխ հանեց, ծննդաբերեց առողջ աղջիկ 3200 գրամ քաշով, մուգ մազերի փնջով և վառ կապույտ աչքերով։ Եվ երբ նրա կրծքին դրեցին փոքրիկ տաք մարմինը, Լիլիթը հասկացավ. ահա այն, իսկական երջանկությունը։ Ահա թե հանուն ինչի արժեր անցնել այս ամբողջ ճանապարհը։ Ռուբենը շտապելով եկավ ծննդաբերությունից 2 ժամ անց, վարդերի հսկայական փնջով և փափուկ խաղալիքով։ «Ես հայր դարձա», գոռում էր նա ամբողջ ծննդատնով մեկ, «ես դուստր ունեմ»։ Նրա աչքերում արցունքներ կային, երբ նայում էր բարուրի մեջ գտնվող փոքրիկ դեմքին։ «Նա հրաշալի է», շշնջում էր նա, համբուրելով Լիլիթին։ «Ինչպես և դու, ես սիրում եմ ձեզ երկուսիդ էլ»։ Լիլիթը նորից հավատաց, մի ակնթարթ, մի օր, մի շաբաթ, հավատաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սոֆիայի առաջին ճիխը ծննդատանը սուր և պահանջկոտ, ասես շտապում էր աշխարհին հայտնել իր մասին։ Լիլիթը գրկում պահել էր փոքրիկ ծրարը, դիտելով կնճռտված դեմքը փակ աչքերով, և նրա ներսում ջերմություն էր տարածվում, այնքան ուժեղ, որ շունչը կտրվում էր։ «Ինչ լավն է», խոսեց մանկաբարձուհին, տվյալները գրանցելով քարտում։
հսկա է, 3200, և կատն էլ լավն է, անմիջապես վերցրեց կուրծքը։ Ռուբենը գալիս էր ծննդատուն ամեն օր, բերում էր հյութեր, մրգեր, շոկոլադներ։ Նա կանգնում էր բաժանմունքի պատուհանների տակ, երբ նրանց արգելեցին այցելությունները կարանտինի պատճառով, և այնտեղից գոռում էր. «Ես սիրում եմ ձեզ, իմ աղջիկներ»։ Լիլիթը ճակատով հպում էր ապակին և հավատում, որ ամեն ինչ լավ կլինի։ Տուն վերադառնալը այնքան տոնական չստացվեց, որքան պատկերացնում էր։ Սոնան գիշերները լաց էր լինում, ժամերով հրաժարվում էր քնել, անընդհատ ուշադրություն էր պահանջում։ Լիլիթը ման էր գալիս անքուզից կարմրած աչքերով, հաճախակի կերակրումներից ցավող պտուկներով, կաթի և մանկական փսխումների հոտով ներծծված խալաթով։ Գուցե դու գոնե լվացվես, դեմքը ծամածրեց Ռուբենը, երբ վերադարձավ աշխատանքից դուրս գրումից մեկ շաբաթ անց։ Եվ խալաթդ լվա, հոտ է գալիս դրանից։ Լիլիթը լուռ գնաց լոգարան, իր հետ վերցնելով քնած դստերը։ Վախենում էր նրան թողնել Ռուբենի հետ։ Նա նույնիսկ տակդիրը չէր կարողանում կարգին հագցնել։ Ֆիզ արձակուրդում աշխարհը նեղացավ մինչև բնակարանի չափերը։ Դրամական նպաստը, ամսական 72,000 դրամ, կաթիլ էր ծովում աճող կարիքների դիմաց։ Տակդիրներ, մանկական սնունդ, դեղեր խիթերի դեմ, այս ամենը թանկ արժեր, իսկ Ռուբենի աշխատավարձը հազիվ էր բավականացնում վարձակալության և կոմունալների վճարմանը։ «Լսիր, գուցե դու քոնոնց մոտ գնաս», առաջարկեց նա։ Երբ Սոնան դառնա 2 ամսական, Թամարան կօգներ երեխայի հարցում, իսկ դու կհանգստանայիր։ Ինչ իմոնց։ Լիլիթը նայում էր նրան չհասկանալով։ Ես ունեմ միայն քեզ և Սոնային։ Թամարան չի այրվում ուրիշի երեխայի հետ վարվելու ցանկությամբ։ Հավատա ինձ։ Ռուբենը հոգոց հանեց և գնաց պատշգամբ ծխելու։ Իսկ Լիլիթը, օրորելով դուստրը, նայում էր նրա հետևից և զգում, թե ինչպես է նրանց միջև անդունդն աճում։ Սոնան մեծանում էր խելացի և ակտիվ։ Լիլիթը գրանցում էր յուրաքանչյուր նվաճում հատուկ նոթատետրում, լուսանկարում հին հեռախոսով, ուզում էր կիսվել Ռուբենի հետ, բայց նա գնալով ավելի հաճախ էր ուշանում աշխատանքից, վերադառնում էր ալկոհոլի և ուրիշի օծանելիքի հոտով։ Մեզ մոտ կորպորատիվ էր, ձեռք էր քաշում նա։ Դու հո գիտես, թե որքան կարևոր է թիմի մի մասը լինել։ Մի անգամ, օրորելով Սոնային հերթական գիշերային մղձավանջից հետո, Լիլիթը լսեց SMS-ի ձայնը նրա հեռախոսում։ Նա չէր պատրաստվում կարդալ, պարզապես ուզում էր անջատել ձայնը, որպեսզի երեխային չարթնացնի։ «Սպասում եմ քեզ վաղը, փիսիկ, չուշանաս ինչպես անցած անգամ»։ Լուսավորվեց էկրանին։ Լիլիթը հեռախոսը դրեց տեղը և շարունակեց օրորել դուստրը։ Ներսում դատարկ էր և խաղաղ, ասես ինչ-որ բան կտրվել էր։ Սոնայի առաջին ծննդյան օրվա ժամանակ ակնհայտ դարձավ, որ նրանց ամուսնությունը գոյություն ունի միայն թղթի վրա։ Ռոբենը գնալով ավելի հազվադեպ էր տուն վերադառնում, փող տալիս էր դժգամությամբ և քիչ։ Լիլիթը ժամանակից շուտ դուրս եկավ աշխատանքի, այլևս չէր կարող նստել 4 պատի մեջ առանց կոպեկի։ «Ես ընդունվել եմ մեդ-պրոֆի կեսդրույքով», հայտնեց նա ամուսնուն։ «Երեկոյան հերթափոխեր շաբաթը 3 անգամ, կնստես Սոնայի հետ»։ Չեմ կարող, ձեռքերը տարածեց Ռուբենը։ Ես կարևոր հանդիպում ունեմ հաճախորդների հետ, դայակ վարձիր։ Ինչ փողերով։ Չգիտեմ, Լիլիթ, դա քո որոշումն է, աշխատել։ Նրան փրկեց Մարինեն, ով այժմ աշխատում էր մանկական պոլիկլինիկայում և սենյակ էր վարձում ոչ հեռու։ Նա գալիս էր նստելու Սոնայի հետ երեկոներին, հրաժարվելով փող վերցնել։ Ինձ համար սուրճ և կոնֆետ կառնես, երբ կհարստանաս։ Բայց դա էլ երկար չտևեց։ Մարինեն մի տղայի հանդիպեց, սիրահարվեց, սկսեց ծրագրել տեղափոխվել ուրիշ քաղաք։ «Կներես, ընկերուհի», ասում էր նա գրկելով Լիլիթին։ «Էլ չեմ կարող քեզ օգնել, բայց գիտես ինչ, ժամանակն է քեզ լուծել այս ամուսնուդ հարցը։ Նա արդեն լրիվ վախը կորցրել է»։ Ապահարձանը Լիլիթը ձևակերպեց 2022 թվականի գարնանը։ Պարզապես դիմում ներկայացրեց և հայտնեց այդ մասին Ռուբենին հեռախոսով։ Նա նույնիսկ չզարմացավ։ «Դե ու ճիշտ ես», ասաց նա դադարից հետո։ «Միևնույն է, ոչինչ չի ստացվում մեզ մոտ, միայն թե բնակարանի համար ես չեմ վճարելու, նկատի ունեցիր, և ընդհանրապես, ես հիմա այնքան էլ փողով չեմ»։ Ալիմենտը ստիպված էր քաշել դատարանի միջոցով։ Դատավորը ակնոցով խիստ կին նայեց նիհարած Լիլիթին մեծ աչքերով աղջկա հետ գրկում և վճռեց։
Ռուբեն Վահանի Հարությունյանից գանձել ալիմենտ պաշտոնական եկամտի 1/4 չափով, ինչը կազմում էր 87500 դրամ։ Ռուբենը ծամածրվեց, բայց լռեց, իսկ մեկ ամիս անց պարզվեց, որ նա ազատվել է նախկին աշխատանքից եւ ինչ որտեղ ոչ պաշտոնական է ընդունվել։ Հիմա ալիմենտները գալիս էին անկանոն եւ շատ ավելի քիչ, ուժի էպես 30-40 հազար դրամ, այն էլ սկանդալներից եւ նորից դատարան դիմելու սպառնալիքներից հետո։ Հուլիսին բնակարանի տերերը հայտնեցին, որ բարձրացնում են վարձավճարը մինչև 160 հազար դրամ։ Կներեք Լիլիթ, բայց գները աճում են, ձեռքերը տարածեց տերը, ոչ երիտասարդ հաշվապահ, ոչ մի անձնական բան։ Լիլիթը հասկանում էր, որ չի ձգի այդպիսի գումար։ Նրա աշխատավարձը կես դրույքով հազիվ էր հասնում 120 հազարի, իսկ լրիվ աշխատանքային օր աշխատելը փոքրիկ երեխային գրկում անհնար էր։ Մի շաբաթ տանջվելով նա հուսահատ քայլի դիմեց, սենյակ վարձել կոմունալ բնակարանում։ Թերթում հայտարարություն գտավ. տրվում է վարձով 18 քառակուսի մետր սենյակ կոմունալ բնակարանում, 85 հազար դրամ գումարած կոմունալ, հանգիստ թաղամաս։ Սենյակը գտնվում էր հին տան ծայրամասում, հատակները ճռճռում էին, պաստորները դեղնել էին ժամանակից, բայց մաքուր էր։ Ընդհանուր միջանցքում եփած կարտոֆիլի եւ մի քիչ էլ կատուների հոտ էր գալիս։ Դուռը նրանց բացեց մի տարեցկին, տնային խալաթով եւ վրայից գործած կոֆտայով, չնայած ամառային շոքին։ Զինայդա Պետրոսովնա, Զինայդա տատիկ, ներկայացավ նա զննելով Լիլիթին դստեր հետ գրկում։ Դուք սենյակի համար եք, ներս եկեք, ցույց տամ։ Սենյակում դրված էր հին 1.5 տեղանոց մահճակալ զսպանակավոր ցանցով, պահարան, ճաքացայելիով, սեղան եւ 2 աթոռ, խամրած վարդերով պաստառներ, դեղնած վարագույրներ պատուհանին։ Պալատ չէ իհարկե, ժպտաց Զինայդան նկատելով Լիլիթի շփոթմունքը, բայց մաքուր է եւ հանգիստ, հարևանները պարկեշտ են։ Ես մի սենյակում եմ, մյուսում Արամ Սեդրակովիչն է, թոշակառու ինժեներ։ Նա ընդհանրապես տանը հազվադեպ է լինում, որդու մոտ է անընդհատ լինում։ Լոգարանն ու խոհանոցը գրաֆիկով են, բայց կյոլա կգնանք։ Զինայդա տատիկը, ինչպես պարզվեց, տարական դասարանների նախկին ուսուցչուհի էր։ Այրիացել էր 5 տարի առաջ։ Աստված երեխաներ չէր տվել, ապրում էր թոշակով, լրացուցիչ գումար էր վաստակում կրկնուսուցությամբ, նախադպրոցականներին նախապատրաստում էր դպրոցի։ Սոնան անմիջապես ձգվեց նրա կողմը, մեկնեց ձեռքերը, ժպտաց անատամ ժպիտով, եւ տարեց կինը հանկարծ ծաղկեց, վերցրեց երեխային։ Վայ, ինչ լավ աղջիկ է, եւ աչքերը խելացի են, եւ գիրկն է գալիս։ Սոնա, ուրեմն Սոֆիա, լավ անուն է, իմաստուն։ Այսպես էլ նրանք հայտնվեցին կոմունալում, 2 ճամպրուկ իրերով եւ մանկական մահճակալով, որը Լիլիթը չէր կարողացել թողնել։ Ռուբենը նույնիսկ չեկավ օգնելու տեղափոխության հարցում, SMS ուղարկեց. «Զբաղված եմ, կներես, կանցնեմ հաջորդ շաբաթ, կտեսնեմ դստերս»։ Բայց այդպես էլ չեկավ։ Կենցաղը կոմունալում բարդ էր, բայց տանելի։ Զինայդան հաճախ էր նրանց թեյի հրավիրում, հյուրասիրում էր տնական մուրաբայով եւ պատմություններ էր պատմում իր ուսուցչական փորձից։ Սոնան պաշտում էր պարավին, ձգվում էր դեպի նա, թոթովում էր ինչ-որ բան իր մանկական լեզվով։ Գուցե ես հետևեմ Սոնեչկային, երբ դուք աշխատանքի եք, առաջարկեց մի անգամ Զինայդան։ Ինձ միևնույն է տանը նստելը, իսկ երեխայի հետ ավելի ուրախ է եւ ձեզ համար ավելի հանգիստ կլինի։ Ես չեմ կարող այդքան վճարել դայակին, ամաչեց Լիլիթը։ Իսկ ով է խոսում փողի մասին, ձերքով արեց պարավը։ Դե մի 15000 դրամ տվեք մթերքի համար, մնացածն ինձ ուրախություն է։ Սա ելք էր։ Լիլիթն ընդունվեց մասնավոր կլինիկա որպես մայրապետ գիշերային հերթափոխերի համար։ Այնտեղ վճարում էին 180 հազար դրամ, գումարած երբեմն բաժին էին հասնում թեյավճարներ շնորհակալ հիվանդներից։ Ցերեկը նա քնում էր 3-4 ժամ, քանի դեռ Սոնան Զինայդայի հետ էր։ Հետո զբաղվում էր դստերով, իսկ երեկոյան նորից գնում էր աշխատանքի։ Դու քեզ կսպանես այդպես Լիլիթ ջան, օրորում էր գլուխը Զինայդան, նայելով աղջկա հյուծված դեմքին։ Դեռ լրիվ ջահել ես, բայց արդեն ստվերներ կան աչքերիդ տակ։ Ոչինչ, Զինայդա տատիկ, ժպտում էր Լիլիթը, ես պինդ եմ, դուք մի անհանգստացեք։ Եվ դա ճշմարտություն էր։ Չնայած քրոնիկական հոգնածությանը եւ մշտական անփողությանը, Լիլիթը զգում էր իր մեջ այն հենարանը, որը նախկինում չկար։ Նա գիտեր, որ կդիմանա ամեն ինչի հանուն դստեր։ Սոնան դարձավ 2 տարեկան, երբ Ռուբենն առաջին անգամ երկար ժամանակ անց անձամբ հայտնվեց։ Եկավ խաղալիք նապաստակով եւ կոնֆետների տուփով։ Շատ լավ տեսք ունես,
ասաց նա հայացք գցելով նիհարած ու հյուծված Լիլիթին։ Իսկ որտեղ է մեր արքայադուստրը։ Սոնան չճանաչեց հորը, թաքնվեց Լիլիթի հետևում, ունքերի տակից նայելով անծանոթ քեռուն, եւ դա ցավոտ ծակեց սիրտը։ Լիլիթը հանկարծ գիտակցեց, որ իր դուստրը փաստացի հայր չունի, կա միայն ինքը եւ բարի Զինայդա տատիկը։ Ոչինչ, կսովորի, անհոգորեն ձեռքով արեց Ռուբենը, երբ Սոնան հրաժարվեց վերցնել նրանից խաղալիքը։ Ես այստեղ մտածում էի, գուցե ես ավելի հաճախ գամ, այնուամենայնիվ աղջիկս մեծանում է։ Լիլիթն ուշադիր նայեց նրա դեմքին, միևնույն գեղեցիկ, թեթևակիչը սափրված, բայց հիմա նա տեսնում էր այն, ինչ չէր նկատում առաջ՝ կեղծիկ աչքերի տակ, ցուցադրական հոգատարություն, ցուցադրական հետաքրքրություն։ Գիտես, Ռուբեն, հանգիստ ասաց նա, պետք չէ, ավելի լավ է պարզապես ալիմենտները ժամանակին վճարես, Սոնային նոր կոշիկներ են պետք, աշուն է շուտով։ Նա կարմրեց, սկսեց արդարանալ։ Ժամանակավոր դժվարություններ, պրոբլեմներ աշխատանքի վայրում, հեղինակությունը պահպանելու անհրաժեշտություն։ Լիլիթը լսում էր այս ծանոթ երգը եւ միայն հոգնածություն էր զգում։ Իդեպ ես պատրաստվում եմ դիմել ալիմենտների բարձրացման համար, ասաց նա ճանապարհելով նրան մինչև դուռը։ Ինձ հայտնի է, որ դու աշխատում ես Տեխնոելիտում որպես մենեջեր եւ քո աշխատավարձը 400,000 դրամից պակաս չէ։ Ռուբենը կարացավ, հետո դանդաղ շրջվեց։ Որտեղի դու։ Կարևոր չէ, կտրեց Լիլիթը։ Կարևոր այն է, որ ես ամեն ինչ գիտեմ եւ դատավորն էլ կգինա, եթե դու շարունակես խուսափել դստրեք հանդեպ պարտականություններից։ Այդ ժամանակից ի վեր ալիմենտները սկսեցին ավելի կանոնավոր գալ, թեև ոչ ամբողջական գումարով։ Ռուբենը զանգում էր ամիսը 1, հարցնում էր դստեր մասին, երբեմն փող էր ուղարկում նրա ծննդյան օրվա համար։ 2022 թվականի ձմեռը ցուրտ էր եւ ձյունառատ։ Հին տունը վատ էր ջեռուցվում եւ սենյակում անընդհատ միջանցքի քամի էր լինում։ Սոնան հաճախ էր հիվանդանում, մրսում էր, հազում, Լիլիթը ստիպված էր բյուլետեն վերցնել, կորցնել փողերը։ Գուցե գնաք հորդ մոտ, առաջարկեց մի անգամ Զինայդան։ Օդ կշնչի, ձեզ մոտ այնտեղ այնուամենայնիվ քաղաք չէ։ Հորս մոտ, վերահարցրեց Լիլիթը միանգամից չհասկանալով։ Դուք իմ հոր մասին եք, ոչ Զինայդա տատիկ, չենք գնա, այնտեղ Թամարան է, մեր հավեսը չունի։ Նրանք վաղուց չէին շփվում, միայն շնորհավորական զանգեր տոներին։ Հայրը հիվանդ էր, Դավիթն ապրում էր իր կյանքով, ամուսնացել էր ինչ-որ աղջկա հետ, երեխայով։ Թամարան երբեմն հարցնում էր Սոնայի մասին, բայց առանց առանձնակի հետաքրքրության։ Զմռան վերջին Լիլիթը հանդիպեց Մարինեին։ Նա եկել էր քաղաք որակավորման բարձրացման դասընթացների։ Նրանք նստած էին փոքրիկ սրճարանում, թե էին խմում խմորեղենով։ Լիլիթն իրեն թույլ տվեց նման շքեղություն հանդիպման պատվին։ Դու լրիվ տանջված ես, ընկերուհի, ձիու պես աշխատում ես, երեխան հիվանդանում է, փողը հազիվ է հերիքում, ո՞նց ես դիմանում։ Գիտես, մտածկոտ պատասխանեց Լիլիթը հառնելով շաքարավազը։ Երբ դու երեխա ունես, ի հայտ են գալիս ուժեր, որոնց մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում։ Պարզապես հարթնանում ես առավոտյան եւ անում ես այն, ինչ պետք է, որովհետեւ նա նայում է քեզ վստահությամբ լի աչքերով։ Եվ դա չգիտեմ, կարծես ներսում շարժիչ է միանում։ Մարինեն ուշադիր նայում էր ընկերուհուն։ Դու փոխվել ես, Լիլիթ, ավելի ուժեղ ես դարձել։ Ոչ թե ուժեղ, պարզապես սովորել եմ օգնության չսպասել։ 2023 թվականի գարնանը Սոնան ծանր բրոնխիտով հիվանդացավ, որը քիչ մնաց վերածվեր թոքաբորբի։ Լիլիթը գիշերները չէր քնում, կոմպրեսներ էր դնում, դեղեր էր խմեցնում, ջերմություն էր չափում։ Զինայդա տատիկը խոտաբույսեր էր թրմում, մեղր էր բերում, օգնում էր ինչով կարող էր։ Կդուրս գա ձեր աղջիկը այս վիճակից, հանգստացնում էր նա Լիլիթին։ Պինդ է, նա մորն է քաշել։ Եվ իսկապես Սոնան գնաց դեպի ապակինում։ Իսկ երբ վերջապես առողջացավ, Զինայդա տատիկը անսպասելի առաջարկ արեց։ Լիլիթ ջան, ուզում եմ ձեզ հետ խոսել։ Ես եղբորորդի ունեմ, Վարդանը։ Լավ տղամարդ է, աշխատասեր։ Հացի գործարանում գլխավոր մեխանիկ է աշխատում։ Կինը հեռացել է նրանից։ Մենակ է մեծացնում տղային։ Նրան երեխայի համար դայակ է պետք։ 13 տարեկան է տղան։ Դպրոցից վերցնել, հետևել, որ դասերն անի, ընթրիքը տաքացնի։ Գուցե հանձնառնեք։ Ամսական 200,000 դրամ, ժամը 2-ից մինչև 7-ը։ Եվ Սոնային էլ կարելի է հետը տանել։ Տունը լավն է, 3 սենյականոց բնակարան,
Մեզնից հեռու չէ։ Լիլիթը քարացավ բաժակը ձեռքին։ Դայակ։ Զինայդա տատիկ, ես հո բուժքույր եմ կրթությամբ։ Գիտեմ, սիրելիս, բայց ինքներդ դատեք։ Հիմա դուք գիշերները չարչարվում եք 180,000-ով, ձեզ չեք խնայում։ Աղջիկը հիվանդանում է։ Իսկ այստեղ նորմալ գրաֆիկ է, լավ փողեր, մաքուր աշխատանք։ Եվ Վարդանն էլ պարկեշտ մարդ է, ոչ այն ինչ ձեր նախկինը։ Լիլիթը մտասուզոեց։ Դա շանս էր դուրս պրծնել աղքատության և հյուծիչ աշխատանքի փակ շրջանից։ Բայց ինչու էր դայակ աշխատելու գաղափարը քայլ հետ թվում։ Ես կմտածեմ, ասաց նա խմելով թեյը։ Այդ գիշեր, օրորելով քնի մեջ հասացող Սոնային, Լիլիթը նայում էր մթությանը և մտորում Զինայդայի առաջարկի շուրջ։ Գուցե արժե փորձել։ Հանուն դստեր, հանուն նրա առողջության։ Իսկ որպես բուժքույր միշտ կհասցնի աշխատել, երբ Սոնան մեծանա, մանկապարտեզ գնա։ Առավոտյան նա զանգահարեց այն համարով, որը տվել էր նրան Զինայդա տատիկը։ Լսափողը վերցրեց տղամարդու ձայն, ցածր, հանգիստ։ Մուրադյան Վարդանն է լսում։ Հացի գործարանը դիմավորեց Լիլիթին թարմ թխվածքի հոտով և աշխատող մեքենաների աղմուկով։ Անցակետ, խիստ կինը ապակու հետևում երկար ուսումնասիրեց անձնագիրը, ինչ որտեղ զանգեց, ապա վերջապես գրեց անցագիրը։ 4-րդ հարկ։ Տեխնիկական տնօրենի աշխատասենյակ։ Մուրադյան Վարդան Ալեքսանը ձեզ սպասում է։ Լիլիթը ուղղեց դուրս պրծած մասափունջը, ուղղեց հասարակ բլուզը, միակ պարկեշտ է իր զգեստապահարանում, և բարձրացավ լայն աստիճաններով։ Սոնային ստիպված էր թողնել Զինայդայի հետ, չէր կարող երեխային քարշ տալ հարցազրույցի։ Աշխատասենյակը փոքր էր, լցված թղթապանակներով պահարաններով, սեղանի մոտ նստած էր մոտ 40 տարեկան տղամարդ, ամուր, լայնաթիկուն, խիտ շագանակագույն մասերով և ուշադիր շագանակագույն աչքերով։ Նա ընդառաջ բարձրացավ։ Մեկնեց մեծ ափը։ Վարդան Ալեքսանը, շատ հաճելի է։ Զինամորքուրը շատ է պատմել ձեր մասին։ Ձայնը նույնն էր, ցածր, հանգիստ, թեթևակի խրպոտ։ Լիլիթ Սարգիս, ներկայացավ Լիլիթը, անսովոր երկչոտություն զգալով։ Ինձ նույնպես հաճելի է։ Հարցազրույցը տարօրինակ ստացվեց, ավելի շատ նման էր ընկերական զրույցի։ Վարդանը հարց ու փորձ էր անում ոչ այնքան մասնագիտական հմտությունների մասին, որքան այն մասին, թե ինչպես է Լիլիթը վերաբերվում երեխաներին, ինչ է մտածում դաստիարակության մասին, ինչով է տարված։ Նա պատասխանում էր անկեղծ, առանց չափազանցությունների, պատմեց և Սոնայի, և մայրապետ աշխատելու, և կոմունալում կյանքի մասին։ Տղայիս Կարենին 13 տարեկան է, ասաց Վարդանը հետ հենվելով բազկաթոռին։ Լավ տղա է, բայց փակված է դարձել այն բանից հետո, երբ մոր գնալուց հետո կակացեց։ Նա 3 տարի առաջ մեկնեց Ռուսաստան ինչ-որ մեկի մոտ, հիմա այնտեղ է ապրում։ Զանգում է երբեմն։ Լիլիթը լուր գլխով արեց։ Նրան պետք չէին մանրամասներ, նա ինքն էլ գիտեր, թե ինչ է դա, երբ մտերիմ մարդը հեռանում է։ Ընդհանուր առմամբ ինձ պետք է, որ ինչ-որ մեկը վերցնի նրան դպրոցից, հետևի, որ դասերն անի, կերակրի, ես մինչև 7 աշխատանքի եմ, երբեմն ավելի ուշ։ Վճարում է 200,000 դրամ ամսական գումանած մթերքի համար։ Կգլխավորեք։ Կգլխավորեմ, գլխով արեց Լիլիթը, իսկ կարելի է դուստրս հետ գալ, նա շուտով 3 տարեկան կդառնա։ Իհարկե, ժպտաց Վարդանը և աչքերի անկյուններում բարի կնճիռներ հայտնվեցին։ Կարենին ընկերակցությունը չի խանգարի, երբ կարող եք սկսել։ Կարենը նիհար, անճոռն դեռահաս էր, հոր շագանակագույն աչքերով և համառ կզակով։ Նա զգուշությամբ էր նայում երկար ճակատամասի տակից, երբ Լիլիթն առաջին անգամ եկավ նրանց տուն, ընդարձակ 3 սենյականոց բնակարան նորակառուցում։ Բարև ձեզ, փնթփթաց նա նայելով ինչ-որ տեղ կորք։ Բարև Կարեն, ժպտաց Լիլիթը, իսկ սա իմ դուստրն է, Սոնան։ 3 տարեկան Սոնան, ով մինչ այդ հանգիստ բռնել էր մայրիկի ձեռքը, հանկարծ առաջ եկավ։ Բարև, իսկ դու խաղալիքներ ունես։ Կարենը շփոթված նայեց փոչիկներով փոքրիկ աղջկան, ապա հորը, ասես հարցնելով, թե ինչ անի։ Ցույց տուր Սոնային քո հին մեքենաները, հուշեց Վարդանը։ Դրանք տուփի մեջ են անտրեսոլում։
Ի զարմանուց Լիլիթի, Կարենը հնազանդորեն գնաց խաղալիքների հետևից, իսկ կեսօր անց նա արդեն հետևում էր, թե ինչպես է 13 տարեկան դեռահասը լիական սրբությամբ ցույց տալիս 3 տարեկան աղջկան, թե ինչպես է աշխատում խաղալիք էքսկավատորը։ Առաջին շաբաթները բարդ էին։ Լիլիթը գալիս էր ժամը 2-ին, վերցնում էր Կարենին դպրոցից, օգնում էր դասերի հարցում, պատրաստում էր ընթրիք բոլորի համար։ Սոնային բերում էր իր հետ։ Աղջիկն արագ ընտելացավ, սիրեց ընդարձակ լուսավոր բնակարանը, հաճույքով խաղում էր խաղալիքներով, որոնք Կարենը հանում էր նրա համար թաքստոցներից։ Ինքը դեռահասը աստիճանաբար տաքանում էր։ Սկզբում պատասխանում էր միավանք, փակվում էր սենյակում, բայց հետո սկսեց մնալ խոհանոցում, դիտելով, թե ինչպես է Լիլիթը պատրաստում։ Մի անգամ խնդրեց սովորեցնել նրբաբլիթներ անել։ Պարզվեց, որ նա մանկուց սիրում էր դրանք, իսկ մոր գնալուց հետո այլևս տնականներ չէր կերել։ Իմ մայրն էլ էր հրաշալի նրբաբլիթներ անում, ասաց Լիլիթը, մեկնելով նրան հարիճը։ Հատուկ բաղադրատոմսով, ուզում են սովորեցնեմ։ Այսպես սկսվեց նրանց ընկերությունը ուտելիքի միջոցով, խոհանոցում համատեղ հոգսերի միջոցով, պատմությունների միջոցով, որոնք Լիլիթը կիսվում էր, օգնելով հարել խմորը կամ կտրատել բանջարեղենը։ Կարենը ուշադիր լսում էր, երբեմն հարցեր էր տալիս, միշտ գործի վերաբերյալ, խոհեմաբար։ Պարզվեց, որ նա տարված է տեխնիկայով, մոդելներ է հավաքում, զոդում է պարզ սխեմաներ, գլուխ է հանում համակարգիչներից։ Լիլիթն ինտերնետում գտավ պարզ մեխանիզմների ստեղծման վարպետության դասեր, եւ նրանք սկսեցին միասին սարքել մերթ հողմաղած, մերթ մանրակերտ շատրվան։ Վարդանը աշխատանքից վերադառնում էր հոգնած, բայց լավ տրամադրությամբ։ Շեմից հարցնում էր որդուց դասերի մասին, Սոնայից նրա խաղերի։ Հետո նրանք բոլորով միասին ընթրում էին խոհանոցում։ Լիլիթը նկատեց, որ նա սկսել է իրեն պահել աշխատանքից հետո։ Մերթ թե էր հյուրասիրում, մերթ խնդրում էր ֆիլմ դիտել իրենց հետ։ Դուք չեք շտապում ձեր կոմունալը, հարցնում էր նա, եւ ձայնի մեջ հույս էր լսվում։ Մեզ մոտ այստեղ կարծես ավելի հանգիստ է, եւ Սոնային էլ լավ է։ Եվ Լիլիթը մնում էր սկզբում 1 ժամով, հետո 2։ Սոնան սովորեց քնել հյուրասենյակի բազոնցին մեծահասակների հանգիստ խոսակցության տակ։ Կարենն էլ չէր շտապում իր սենյակը, նստում էր նրանց հետ, երբեմն ռեպլիկներ տեղադրելով։ Վարդանը պատմում էր աշխատանքի մասին, իր մանկության մասին, թե ինչպես է սովորել տեխնիկումում եւ հասել մինչև գլխավոր մեխանիկ։ Լիլիթը կիսվում էր իր պատմություններով բժշկական քոլեջի, առաջին աշխատանքային օրերի, մասնագիտությանը երբևէ վերադառնալու երազանքի մասին։ Իսկ ամռանը սկզբին նա առաջարկեց. Ես ամառանոց ունեմ, քաղաքից ոչ հեռու, առանձնահատուկ ոչինչ, տնակ եւ բանջարանոց։ Գուցե գնանք հանգստյան օրերին, բոլորս միասին, խորոված կանենք, օդ կշնչենք։ Ամառանոցը հարմարավետ կերանակապ տնակ էր վերանդայով, շրջապատված խնձորենիներով եւ ելակի մարգերով։ Սոնան ծղրտում էր հիացմունքից, վազելով փափուկ խոտի վրայով։ Կարենը հակառակ սպասումներին աչքերը չէր ճոճում ծնողների հետ բնության գրկում հանգստյան օրերն անցկացնելու հեռանկարից, այլ ոգևորությամբ սկսեց օգնել հորը մանգալի հարցում։ Նրանք գալիս էին այնտեղ ամեն հանգստյան օր ամբողջ ամառ։ Վարդանը սովորեցնում է Սոնային լողալ ոչ հեռու գտնվող փոքրիկ լճակում։ Կարենը սարյակաբներ էր սարքում եւ աղջկան ցույց էր տալիս բզեզներ ու թիթեռներ։ Լիլիթը պատրաստում էր վերանդայում հետևելով նրանց թանզիֆե վարագույրի միջով։ Մի երեկո, երբ երեխաներն արդեն քնած էին, իսկ նրանք նստած էին երկուսով խարույկի մոտ, Վարդանը հանկարծ բռնեց նրա ձեռքը։ Գիտես, Լիլիթ, ես երբեք չէի մտածում, որ հասմիկից հետո, որ էլի կկարողանամ այսպես, բայց քեզ հետ ամեն ինչ ուրիշ է։ Դու յուրահատուկ ես։ Աստղերն արտացոլվում էին աչքերում, եւ Լիլիթը հանկարծ զգաց, որ պատրաստ է վստահել կրկին, չնայած բոլոր վերապրածներին։ Եվ դու, Վարդան, կամաց պատասխանեց նա, նույնպես յուրահատուկ ես։ Աշնանը նա նրան առաջարկություն արեց, պարզ եւ առանց հնարքների, ընթրիքի ժամանակ երեխաների ներկայությամբ։ Լիլիթ Սարգիս, ասաց նա, հանկարծ դառնալով լուրջ եւ պաշտոնական։ Ես պարզ մարդ եմ, առանց առանձնակի տաղանդների, բայց ես քեզ շատ եմ սիրում, եւ Սոնային, եւ տեսնում եմ, որ ձեզ մեզ հետ լավ է։ Ամուսնացիր ինձ հետ։ Իսկ Կարենը հառել էր աչքերը ափսեին, բայց կարմրած ականջներից երևում էր, որ նա հուզված է ոչ պակաս, քան հայրը։ Սոնան ծափահարեց. Մամա, ասա այո, մենք ապրելու ենք Վարդան պապայի եւ Կարենի հետ։
Վարդան պապամականունը առաջացել էր ինքնաբերաբար, երբ Սոնան փորձում էր բացատրել բակի երեխաներին, թե ով է նրա համար այն քեռին, ում հետ նա դուրս է գալիս զբոսանելու։ Այո, պարզ պատասխանեց Լիլիթը, նայելով Վարդանի աչքերին։ Ես կամուսնանամ քեզ հետ։ Տեղափոխությունը շատ ժամանակ չխլեց։ Նրանց եւ Սոլայի իրերը շատ չէին։ Զինայի դատատիկը հուզվեց, արտասվեց գրկելով նրանց հրաժեշտին։ Վերջապես բախտդ բերեց աղջիկս։ Վարդանը ճիշտ տղամարդ է, տնտեսվար։ Եվ Կարենն էլ քո սոնեչկային սիրում է։ Հերջանիկ եղեք։ Իսկ դուք եկեք մեզ մոտ, Զինայի դատատիկ, խնդրեց Լիլիթը։ Հյուր, թեյի, Սոնան կարոտելու է։ Եվ պառավը դարձավ հաճախակի հյուր նրանց տանը։ Մերթ կարկարանքներ կբերի, մերթ մուրաբա, մերթ պարզապես կնստի երեխաների հետ։ Հարսանիքն արեցին 2024 թվականի հունվարին, այն օրը, երբ Լիլիթը դարձավ 28 տարեկան։ Համեստ, առանց ջող զգեստի եւ լիմուզինների, պարզապես գրանցվեցին ԶԱԳՍ-ում եւ նշեցին սրճարանում մտերիմների հետ։ Հայրը չեկավ, պատճառաբանեց վատ ինքնազգացողությունը։ Թամարան հեռագիր ուղարկեց շնորհավորանքներով։ Փոխարենը Դավիթն անսպասելի հայտնվեց, մեծացած, առնականացած, երիտասարդ կնոջ եւ 7-ամյա խորտ դստեր հետ։ Նրանք Լիլիթի հետ կրկախառնվեցին հարազատների պես առաջին անգամ երկար տարիների ընթացքում։ Դու իմացիր, քույրիկ, շշնջաց նա նրա ականջին։ Ներիր ինձ այն բանի համար, որ այն ժամանակ չօգնեցի այդ Ռուբենի հարցում, ջահել էի հիմար։ Ամեն ինչ լավ է, Դավիթ ջան, ժպտաց Լիլիթը, գլխավորն այն է, որ հիմա ամեն ինչ կարգավորվել է։ Հարսանիքին Կարենը պաշտոնական հայտարարություն արեց, ոտքի կանգնեց հյութի բաժակով եւ կմկմալով հուզմունքից արտասանեց. Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, Լիլիթ, այն բանի համար, որ ընդհանուր առմամբ դու շատ լավն ես, եւ ես ուրախ եմ, որ հիմա դու կլինես իմ մայրիկը, երկրորդ մայրիկը։ Մայրիկ Լիլիթ, հուշեց Սոնան, քաշելով նրա թևքից։ Այո, մայրիկ Լիլիթ, գլխով արեց նա եւ այտերին կարմրություն հայտնվեց։ Այդ երեկո Լիլիթը զգաց, որ վերջապես գտել է այն, ինչի մասին միշտ երազում էր՝ իսկական ընտանիք։ Ոչ իդեալական, ոչ ամսագրի նկարից, բայց իր սեփականը, հարազատ, հուսալի։ Գառնանը Լիլիթը ծանոթ ախտանիշներ զգաց, թեստը 2 գծիկ ցույց տվեց։ Նա նստած էր լոգարանի եզրին, դիտում էր պլաստիկե շերտը եւ այս անգամ զգում էր ոչ թե վախ, այլ հանգիստ ուրախություն։ Մենք երեխա ենք ունենալու, ասաց նա երեկոյան, երբ երեխաներն արդեն պարկել էին քնելու։ Մեր ընդհանուր։ Վարդանը քարացավ, հետո վերցրեց նրան գրկում եւ պտտեց. Աստված իմ, Լիլիթ, ես երազում էի այս մասին։ Դու համաձայն ես։ Իհարկե, ծիծաղեց նա, ես նույնպես երազում էի։ Հղիությունը հեշտ անցավ։ Լիլիթը թողեց աշխատանքը, Վարդանը պնդեց, որ նա հանգստանա, խնայ է իրեն։ Նրան բարձրացրել էին մինչև տեխնիկական տնօրեն 420,000 դրամ աշխատավարձով, ինչը լիովին բավարար էր իրենց ընտանիքի համար։ Ամռանը փոքրիկի ծնվելուց առաջ նրանք լուրջ քայլի գնացին։ Հիպոթեկով 2 սենյականոց բնակարան վերցրին Նոր Թաղամասում։ Վճարումը կազմում էր ամսական 150,000 դրամ, բայց Վարդանը վստահ էր. կձգենք, առավել եւս որ շուտով մայրական կապիտալ կլինի, պարտքի մի մասը կփակենք։ Նոր բնակարանում թարմ ներկի եւ նոր հնարավորությունների հոտ էր գալիս։ Սոնան վազվզում էր սենյակներով, ուրախանալով ընդարձակությունից։ Կարենը կարևորությամբ ընտրում էր, թե որտեղ կախի իր ինքնաթիռների մոդելները։ Այստեղ կլինի մանկական սենյակը, ցույց էր տալիս Լիլիթը, շոյելով մեծ փորը։ Սոնայի եւ փոքրիկի, իսկ հետո, երբ մեծանա, գուցե եւս մեկ սենյակ կցակառուցենք։ Եթե տղա ծնվի, Միքայել կանվանենք, առաջարկեց Վարդանը, ի պատիվ հորս։ Այդպես էլ եղավ։ 2025 թվականի մարտին լույս աշխարհ եկավ ամուր մի տղա, 3800 գրամ քաշով, բարձր ձայնով եւ կարճուն հայացքով։ Կարենը, որն արդեն 15 տարեկան էր, ինքը կամավոր դարձավ օգնելու փոքրիկի հարցում։ Օրորում էր մանկասայլակը, խնամում էր, երբ Լիլիթը հոգնում էր։ Դու իսկական ավագ եղբայր ես, գովեց նրան Վարդանը, եւ տղայի դեմքին հպարտ ժպիտ տարածվեց։ Մայիսին տեղի ունեցավ մի իրադարձություն, որին Լիլիթը չէր սպասում։ Նրանց տան շեմին հայտնվեց հայրը, ծերացած, հյուծված, ձեռնափայտը ձեռքին։ Լիլիթ ջան, խոսեց նա եւ ձայնը դողաց, կարելի է քեզ մոտ։
Պարզվեց, Սարգիս Միքայելին վաղուց էր հիվանդ, սիրտը խնդիրներ ուներ, ոտքերը չէին աշխատում։ Դավիթը նրան պատմել էր թոռների մասին, եւ հայրը որոշել էր գալ, քանի դեռ ուժ ուներ։ «Թամարան դեմ չէ?» հարցրեց Լիլիթը, թեյ լցնելով։ «Թամարան այլևս չկա», կամաց պատասխանեց հայրը։ Գնաց քրոջ մոտ Վանաձոր։ Ասաց չի կարող հիվանդի հետ չարչարվել։ Նա շոյում էր Սոնայի գլուխը, որն անմիջապես նրա մեջ պապիկի ճանաչեց։ Զգուշորեն ձեռքերի վրա պահում էր փոքրիկ Միշային, իսկ հետո հանկարծ լաց եղավ։ Առաջին անգամ Լիլիթի հիշողության մեջ։ «Ներիր ինձ, աղջիկս, ամեն ինչի համար ներիր, ես վատ հայր եմ եղել»։ Լիլիթը գրկեց նրա ուսերը, նիհար դողացող։ «Ամեն ինչ լավ է, պապ, դու արեցիր այն, ինչ կարող էիր, եւ հիմա մենք կողք կողքի ենք»։ Վարդանը առաջարկեց հորը մնալ իրենց մոտ գոնե առժամանակ, մինչև կամրանա, եւ Սարգիս Միքայելին համաձայնեց։ Կարենը զիջեց նրան իր սենյակը, ինքը տեղափոխվեց հյուրասենյակ բացովի մահաճկալի վրա, իսկ մեկ շաբաթ անց արդեն օգնում էր պապին Սոնայի համար սարյակաբույն սարքել։ Պարզվեց նրանք շատ ընդհանրություններ ունեն, մեխանիկն ու խարատը։ Ամռան վերջին անսպասելիորեն հայտնվեց Ռուբենը, զանգեց, խնդրեց հանդիպել։ Լիլիթը համաձայնեց ոչ իր, այլ Սոնայի համար։ Այնուամենայնիվ հարազատ հայրն է։ Նրանք հանդիպեցին այգում։ Ռուբենը պարկեշտոս տեսք ուներ։ Կոստյումով, կոկիկ սանդրևացքով։ Սոնան սկզբում թաքնում էր մայրիկի փեքի հետևում, բայց հետո, լսելով, որ այս քեռին քո պապան է, հետաքրքրությամբ զննում էր նրան։ Ես շատ բան եմ վերաիմաստավորել, Լիլիթ, ասաց նա նայելով դստերը։ Հասկացա, թե ինչ հիմարություն եմ արել։ Ես ուզում եմ մասնակցել նրա կյանքին, գոնե երբեմն, կարելի է վերցնել նրան հանգստյան օրերին։ Լիլիթը մտասուզվեց նայելով նախկին ամուսնուն։ Միայն եթե նա ինքը ցանկանա, եւ եթե պարտաճանաչորեն վճարես ալիմենտները, այսքանը։ Ռուբենը գլխով արեց։ Իհարկե ես կվճարեմ, եւ շնորհավորում եմ նոր ընտանիքիդ կապակցությամբ։ Ես ուրախ եմ քեզ համար, ճիշտ եմ ասում։ Սոնան միանգամից չընտելացավ այն մտքին, որ երկրորդ պապա ունի, ոչ այնքան մեծ եւ հուսալի, ինչպես Վարդան պապան, բայց այնուամենայնիվ հարազատ։ Սակայն աստիճանաբար կապվեց Ռուբենին, հատկապես այն բանից հետո, երբ նա ցույց տվեց իր նոր տունը, այգով ու ճոճանակներով։ Սկզբում Լիլիթն անհանգստանում էր, երբ Ռուբենը վերցնում էր դստերը հանգստյան օրերին, բայց տեսնելով, թե ինչպես է ուրախությամբ Սոնան վերադառնում, պատմելով կենթանաբանական այգու, Կիրկեսի, պաղպաղակով սրճարանի մասին, հանգստացավ։ Այնուամենայնիվ երեխայի համար կարևոր է իմանալ, որ երկու ծնողներն էլ իրեն սիրում են, նույնիսկ եթե միասին չեն ապրում։ Նրանց նոր կյանքի գագաթնակետը դարձավ խաղահրապարակում տեղի ունեցած մի դեպք։ Սոնան, այժմ արդեն 5-ամյա, ճոճվում էր ճոճանակի վրա, երբ նրան մոտեցան երկու ավելի մեծ տղաներ եւ փորձեցին քշել, թե իբր դա իրենց տեղն է։ Կարենը, որը գիրք էր կարդում նստարանին, մեկ ակնթարթում հայտնվեց կողքին, բարձրահասակ, ձիգ, վճռական հայացքով։ Ինչ քույր է որ, փնթփնթաց տղաներից մեկը։ Դուք նույնիսկ նման չեք իրար։ Հարազատ մարդիկ դեմքով չեն հարազատ, այլ սրտով, պատասխանեց Կարենը մի արտահայտությամբ, որը հաճախ էր կրկնում Զինայդա տատիկը։ Մի կողմ քաշվեք, խնդրում եմ։ Ինչ-որ բան նրա հայացքում ստիպեց տղաներին նահանջել։ Իսկ երեկոյան, պատմելով այս պատմությունն ընթրիքի ժամանակ, Սոնան ոգևորված ավելացրեց. Իսկ հետո Կարենը ինձ ճոճում էր ճոճանակի վրա բոլորից բարձր եւ ասում էր, որ ես ամենալավ քույրիկն եմ։ Այդ երեկո երեխաներին քնեցնելիս Լիլիթն իրեն բռնեց այն մտքի վրա, որ վերջապես իրեն իսկապես երջանիկ է զգում։ Նա ուներ ընտանիք, ոչ այն, որի մասին երազում էր մանկության տարիներին, այլ իսկական, տառապանքով ձեռք բերված, փորձությունների միջով անցած ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը գիտեր դիմացինի գինը եւ կարողանում էր պահպանել սիրո ու հարգանքի փխրուն հավասարակշռությունը։ Վարդանը գրկեց նրան մեջքից, երբ նա կանգնացել պատուհանի մոտ, նայելով քնող քաղաքին։ Ինչի մասին ես մտածում, Լիլիթ Սարգիս։ Այն մասին, թե որքան զարմանալի է դասավորվում կյանքը, ժպտաց նա։ Ես միշտ ընտանիք եմ ուզել, բայց այն պատկերացնում էի այլ կերպ, իսկ ստացա ահա այսպիսին։
Բարդ, ոչ պարզ, բայց մերը։ Երջանկությունը երբեք պարզ չի լինում, փիլիսոփայորեն նկատեց նա։ Այն պետք է տարապանքով ձեռք բերել, վաստակել։ Փոխարենն այն իսկական է։ Մանկական սենյակում շարժվեց մի իշան։ Լիլիթը շտապեց նրա մոտ։ Փոքրիկ, տաք, քնկոտ։ Նա փնտրում էր մայրական կուրծքը եւ կամաց չփչփացնում էր։ Նա նրա համար օրորոցային էր երգում, այն նույնը, որը ժամանակին երգում էր Սոնային, այն, որը հնարավոր է նրան երգել է մայրը Նարինեն նախքան ընդմիշտ հեռանալը։ Պատուհանից այն կողմ վառվում էին աստղերը եւ նրանց արկայծող լույսի ներքո ուրվագծվում էին ապագայի ուրվագծերը, լուսավոր, հույսով լի։ Շնորհակալություն ունկնդիրելու համար։ Կիսվեք ձեր անձնական պատմությամբ մեկնաբանություններում եւ այն կարող է հիմք դառնալ նոր պատմվածքի համար։ Չմոռանաք հավանել եւ բաժանորդագրվել։ Դա անհավանական կարևոր է մեր ալիքի համար։ Մաղթում ենք ձեզ քաջառողջություն եւ լավ տրամադրություն։